Слава Господу. Արք Տիրոջը, Мы очень счастливы մենք еще раз շատ երջանիկ собраться ենք вместе եւս с вами. մեկ անգամ հավաքվելու ձեզ հետ նրա աստվածային ներկայության մեջ։ Сначала я думал Սկզբում ես մտածում էի проиграть նվագարկել ծառայությունը, նախապես ձայնագրված ծառայություններից մեկը, потому что когда я слушал որովհետև его, երբ меня ես оно լսում էի очень այն, коснулось. այն ինձ շատ դիպավ։ И оно Եվ այն непосредственно говорит անմիջականորեն о том, խոսում է այն մասին, чем мы сейчас ինչով занимаемся, մենք հիմա но զբաղված ենք, почему-то բայց ինչ որ պատճառով у меня возникло желание իմ մեջ немножко ցանկություն помочь առաջացավ и մի сказать փոքր проповедь. քարոզել։ И в этот вечер Եվ хорошо այս того, երեկո что ես ինձ լավ եմ զգում նրանից, որ կարող եմ կանգնել Սուրբ Ամբիոնի հետևում, полагаясь на Господа ապավինելով Иисуса, Տեր взирая Հիսուսին на եւ նայելով того, նրան, который ով уверен нам հավատարիմ է все եղել эти մեզ годы. այս բոլոր տարիներին։ Սա այնպիսի հիանալի ժամանակ է Տիրոջը ծառայելու եւ քրիստոնյա լինելու համար, Աստծուն համոզմունքով ու նպատակով ծառայելու համար։ Надеюсь, что Հույս вы хорошо ունեմ, провели որ դուք время, լավ ժամանակ եք անցկացրել, մնալով նրա հետ մտերմության մեջ, մնալով նրա ներկայության մեջ, նրա առաջնորդության ներքո, не становясь չդառնալով апатичными, անտարբեր կամ но դանդաղաշարժ, այլ понимая հասկանալով время ժամանակը и եւ обладая ունենալով духовным հոգեվոր развлечением զանազանություն для ձեր поддержания մթնոլորտը своей атмосферы. պահպանելու համար։ Как пророк сказал, Ինչպես Մարգարեն «Вы не ասաց, хотели бы жить դուք չեք ցանկանա ապրել այն գիտակցումով, որ ձեզ հետ ամբողջ ժամանակ անտեսանելի աշխարհն է եւ որ դուք կարող եք տեխնացու լինել երբնականի համար Սուրբ Հոգու մկրտության հաշվին եւ հաղորդակցվել անտեսանելի աշխարհի հետ։ вот в таком Ահա состоянии այսպիսի վիճակում нам нужно быть մենք в этот պետք է час, լինենք այս ժամին, чтобы это որպեսզի слово այս могло խոսքը стать для կարողանա нас մեզ համար реальным, իրական դառնալ, чтобы мы որպեսզի մենք հանդիպենք այն լույսին, որն այս խոսքը իրական է դարձնում, որպեսզի մենք ունենանք անձնական как շփում, он сказал о ինչպես նա ասաց Моисее, Մովսեսի մասին, վառվող թփի մոտ, у него был նա личный անձնական շփում ունեցավ։ Ամեն։ его мать научила Նրա его մայրը вещам, սովորեցրել էր նրան որոշ բաներ, и եւ он верно նա слушался հավատարմորեն լսում էր նրան եւ նա գնաց գիտենալով, որ դա ըստ խոսքի էր, բայց այդ ամենը միայն մտավոր էր, и когда եւ он երբ նա встретился с հանդիպեց настоящим առաջին первым իսկական մարտահրավերին, ему пришлось նա убежать. ստիպված Вы եղավ помните? փախչել, դուք դա հիշում եք, Человек сказал, երբ այն մարդն ասաց, մտածում ես, որ ինձ կսպանես, ինչպես երեք սպանեցիր Եգիպտացուն, եւ ով քեզ մեզ վրա իշխան դրեց։ Моисей попытался Մովսեսը создать փորձեց единство միասնություն народа, ստեղծել ժողովրդի մեջ, но բայց тогда враг այդ ժամանակ Թշնամին сделал шаг. քայլ արեց եւ Моисей Մովսեսը так перепугался, այնպես վախեցավ, осознав, գիտակցելով, что там որ այնտեղ մոտակայքում եգիպտացիներ կային, услышали ովքեր լսեցին այդ խոսակցությունը, եւ Մովսեսը փախավ։ 40 лет 40 спустя տարի անց Бог его Աստված նրան ամբողջությամբ դատարկեց։ теперь Հիմա в 80-летнем 80 возрасте տարեկան он հասակում собирался նա исполнить պատրաստվում то, էր что կատարել այն, ինչ ասել էր Աստված։ Он попытался сделать Նա это փորձեց раньше, դա անել 40 ավելի лет, վաղ իր կյանքում, но 40 տարեկանում, բայց դրանից ոչինչ դուրս չեկավ։ Նա պարզապես ուներ 40 տարեկանում նա ուներ միայն մտավոր հասկացողություն։ Նա դեռ չէր հանդիպել այդ լույսին։ Նա նստում եւ լսում էր մայրիկին եւ մայրիկը պատմում էր նրան որոշակի в բաներ։ этот час Այս ժամին нам нужно иметь մեզ անհրաժեշտ է ունենալ այդ անձնական շփումը։ Այս ժամին մեզ պետք է жить ապրել на таком գիտակցության ահա այսպիսի մակարդակի վրա, и вы молитесь в своем сердце եւ դուք աղոթեք դրա մասին ձեր սրտում եւ դուք հայտնաբերեք, որ դուք աղոթում եք անմիջականորեն Աստծո կամքի համաձայն, որովհետեւ հենց դա է Աստված ցանկանում ձեզ տալ, որովհետեւ իրականում դուք կարող եք ներկայացնել նրան միայն այն դեպքում, եթե դուք ձեզ հանձնել եք նրան։ Դա դուք չեք, դուք պարզապես մի խողովակ եք ամեն, որի մեջ եւ որի միջոցով Աստված կարող է գործել, Աստված օգտագործում է փրկագնված մարդկանց իր խոսքը կատարելու համար։ Итак, пусть Бог благословит Այսպիսով вас. թող Աստված օրհնի ձեզ եւ օրհնի ամեն ընտանիք, որտեղ էլ որ հավաքված լինեք այս երեկո, И
дальше Եվ продолжайте այսուհետ շարունակեք աղոթել միմյանց համար, ինձ համար, մյուս արեողների համար, так как мы все քանի որ մենք բոլորս աշխատում ենք Կիրակնորիա դպրոցի ուսուցիչների համար, բոլորի համար, ովքեր կրում են իրենց պատասխանատվությունը, սարկավակների համար, մի մոռացեք եկեղեցին գործում է ճիշտ համապատասխան խոսքի նախագծին։ было такое время, Կար когда мы այնպիսի собирались ժամանակ, երբ մենք հավաքվում էինք մեկ տեղում, մեկ հարկի տակ, у этого были свои плюсы, դա ուներ իր но առավելությունները, это также բայց создавало դա նաև խոչընդոտներ էր ստեղծում։ Ամեն։ Но теперь Բայց нам հիմա մեզ действительно нужно իսկապես знать, պետք է իմանալ, что мы որ մենք шагаем քայլում ենք միացած մեր գլխի Քրիստոս Հիսուսի հետ, իսկ խոսքը գլխից իջնում է մարմնի մեջ, եւ բոլոր նրանք, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են, ամեն։ Եվ թող այս նույն ժամանակ Աստված մեծամեծ հզոր գործեր կատարի իր մարմնի անդամների միջոցով, ամեն։ Теперь я хотел бы Հիմա ես կցանկանայի խնդրել ձեզ ինձ հետ միասին աղոթք բարձրացնել, նայելով այս երեկո Տիրոջը вечер веру в Него եւ հավատք ունենալով նրա հանդեպ, ամեն։ и задумайтесь Եվ մտածեք об этом այս великом մեծ невидимом անտեսանելի ամուսնական միության մասին, այս միավորման ժամանակ, սա հենց այս ժամանակի նշանն է, объединение միավորում է տեղի ունենում մարմնի անդամների միջև եւ մարմնի ու գլխի հետ, главенство եւ գլխավորությունը ունի առաջնություն, վերահսկողություն եւ առաջնորդություն, առաջնորդում է թլփատված եկեղեցին։ истинное обрезание Սա է ճշմարիտ թլփատությունը, ոչ թե 5 կտակարանյան թլփատությունը, այլ նոր կտակարանյանը։ оно называется Այն կոչվում է Քրիստոսի թլփատություն, երբ մենք հանում ենք հին մարդուն, ոչ թե տղամարդու սեռական օրգանի мужского полового մի органа. փոքր մասը, Не это. ամենևին ոչ այդպես, այլ ամբողջ հին մարդուն, մենք հանում ենք հին մարդուն եւ հագնում ենք նոր մարդուն։ Мы Մենք воскресаем հարություն ենք առնում մեռելներից կենթանի, որպեսզի քայլենք նորոգված կյանքով, ապրենք Քրիստոսի համար, Սուրբ Հոգու զորության ազդեցության ներքո։ Սա մի բան է ընկերներին։ Итак, теперь Այսպիսով հիմա присоединитесь. միացեք ինձ, Надеюсь, что мы հույս ունեմ, որ մենք հրաշալի ժամանակ կանցկացնենք, հույս ունեմ, որ մենք շատ չենք ձգձգի, պարզապես կցանկանայի շոշափել որոշակի կետեր, на самом деле եւ ես իրականում ուզում եմ սա ներկայացնել որպես մի բան, но я хочу դե немножко ես ուզում եմ մի փոքր կարդալ, потому что я որովհետեւ считаю, կարծում եմ, որ այդ դեպքում դուք ավելին կստանաք, ведь թե որ получаешь вдохновение, երբ ոգեշնչում ես ստանում քարոզի ժամանակ, խոսքը սկսում է բարձրանալ որոշակի ոլորտ, այդ ժամանակ շատ մարդիկ դուրս են մնում, իսկ ես պարզապես վայելում եմ այնտեղ վերևում թռիչքը, բայց ես ուզում եմ սա պարզաբանել ձեզ այնպես, որ այն լինի ձեր սրտում եւ որ դուք հասկանաք ու կարողանաք դա զգալ, и мы եւ մենք гвоздим, կմեխենք որոշ մտքեր, когда увидим в этом երբ տեսնենք դրա անհրաժեշտությունը, այսպիսով եկեք աղոթք բարձրացնենք, ես նաև աղոթքի խնդրանք ունեմ Միացյալ Նահանգներից մեր սիրելի քույր Դոնա Լիթլի երկու որդիների о Николасе и Նիկոլասի եւ Ռայանի համար, նախընտրում է նրանց համար հատուկ աղոթք բարձրացնել, И сегодня мы եւ այսօր իմ թորնուհի Սկարլեթի 11 տարին լրացավ, это очень драгоценно. նա շատ թանկագին հատուկ աղջիկ է, կցանկանայի աղոթքի մեջ հիշել նաև նրան, Աստծո շնորհով նա ծնվել է նոյեմբերի 1-ին, այսինքն այսօր, ամեն, նա 11 տարեկան է, այսպիսով եկեք պարզապես խոնարհենք մեր սրտերը, եթե դուք ունեք խնդրանք, ապա պարզապես պահեք այն ձեր սրտում եւ հավատացեք, եւ սա հիանալի է, դուք գիտեք, երբեմն մենք ունենում ենք խնդրանքներ, մարդիկ դրանք գրում են եւ ուղարկում, И
даже не Եվ знаешь, նույնիսկ или չգիտես, просто մարդիկ просто պարզապես посылают. գրում են դրանք եւ ուղարկում, եւ դու չգիտես նրանք հավատք ունեն եւ դավանում են նրանք այդ հավատքը։ Դա պարզապես Записано գրված է թղթի կտորի վրա, когда тебе нужно բայց երբ դու պետք է հաստատուն կանգնես եւ հավատաս քո սրտում, եւ դու ունես խնդրանք եւ դու ծառայում ես Աստծուն եւ դու գիտես, որ դավանության եւ հավատքի միջոցով դու գտնվում ես Աստծո բոլոր այն զորության ազդեցության տակ, որ երկնքում է ամեն, երբ դու անկեղծ ես եւ գալիս ես նրա նախատեսված ճանապարհով, նոր եւ կենթանի ճանապարհով նրա թանկագին արյան միջոցով, որը քեզ բերում է դեպի շնորհի գահը, այն ժամանակ դու գիտես, որ ողորմություն կստանաս եւ շնորհ կգտնես պատեհաժամ օգնության համար կարիքի ժամանակ եւ եթե դուք աստվածային բժշկության կարիք ունեք, ապա հիշեք, նա մեծ քահանապետ է, ում կարելի է դիպչել մեր տկարությունների զգացումով։ Եվ երբ աղոթքի կանգնեք, հավատացեք, որ ստացել եք ձեր խնդրածը եւ դուք դա կստանաք։ Давайте помолимся. Եկեք աղոթենք։ Возлюбленный Иисус, Սիրելի Հիսուս, мы склоняемся այս к երեկո сердцам մենք խոնարհում ենք մեր սրտերը քո աստվածային ներկայության մեջ и благодарим Тебя, եւ дорогой շնորհակալություն ենք հայտնում քեզ թանկագին Աստված այս օրհնյալ հնարավորության համար գալու եւ հավաքվելու աստվածային ներկայության մեջ И мы знаем, что եւ մենք գիտենք, որ չնայած նրան, որ մենք հավաքվում ենք միասին որպես մարդիկ ըստ ժամանակացույցի, քանի որ սա հավաքվելու ժամանակն է, այնուամենայնիվ понадобится все միևնույն է հավատք պետք է գա մեր սրտերում, равно միևնույն է մեզ անհրաժեշտ կլինի մի կողմ նետել всякое ամեն ծանրություն եւ մեզ այդքան հեշտությամբ պաշարող մեղք Եվ երբ մենք մոտենում ենք քո աստվածային ներկայությանը, Տեր, դու ասացիր, որ քեզ մոտեցողը պետք է նախ հավատա, որ դու կաս, եւ որ քեզ ջանասիրության փնտրողներին դու հատուցում ես, օ Աստված, ինչպես Ենովքը հայր մինչ իր փոխադրվելը նա վկայություն ուներ, որ հաճեցրել էր Աստծուն, այնպես էլ մենք ենք ուզում գալ Տեր հավատքով, սրտի սպասումով, դավանելով մեր մեղքերն ու թերությունները, եւ մենք մոտենում ենք քեզ Господь Божий, Տեր Աստված, ունենալով վստահություն, որ դու Աստված ես, Աստված ամենը, այն Աստվածը, որ կատարում է իր խոսքը, քեզ համար անհնար է ստել, օ Աստված, դու անփոփոխ խոստման Աստված ես, եւ երբ մենք կանգնած ենք այստեղ եւ հավատում ենք, որ ստացել ենք մեր խնդրածը, мы обязательно ապա մենք անպայման դա կստանանք։ Օ Աստված, пусть эта вера опустится. թող այս հավատքը իջնի յուրաքանչյուրի սրտի մեջ, հավատք, ինչպես մանանեխի հատիկը, ինչպես դու ասացիր, Не только как խնդիրը такого սերմի разнообразия, չափսը չէ, այլ սերմի որակը, Տեր, эта вера այս հավատքը չի կարող հիբրիդային լինել։ Մենք գիտենք, որ մանանեխի սերմը հնարավոր չէ խաչասերել, օ Աստված, Господь, имея Տեր, эту ունենալով оригинальную, Սուրբ Հոգու այս օրիգինալ վավերական հավատքը թանկագին Աստված, մենք կարող ենք խնդրել դրա մասին եւ գիտենալ, Հայր, որ քեզ մոտ դա լուծված հարց է, որովհետեւ քո ականջները միշտ ուշադիր են մեր աղաչանքների ձայնին։ и так, дорогой Այսպիսով, թանկագին Աստված, այս երեկո մենք նայում ենք քեզ։ Թող Հիսուս Քրիստոսի անունով Տեր Աստված, ты знаешь, դու գիտես, դու ամենագետ ես, քո աչքերը զննում են ամբողջ երկիրը։ мы не можем Մենք չենք կարող չհիշել այն պահը, երբ եղբայր Բրանհամը իր ընտանիքի հետ մեքենայով գնում էր Տեր լեռան շուրջը, նա գնաց նրանց հետ պտտվելու, կինը շատ վրդովված էր եւ նյարդայնացած եւ նա ուզում էր ինչ-որ բան անել Տեր, նրանց հնարավորություն տալու համար լիցքաթափվել եւ կտրվել լարվածությունից ու ճնշումներից, ամբողջ օրը մարդիկ տանն էին, գալիս էին աղոթքի խնդրանքներով, հերթ էին կանգնում եւ մնացած ամեն ինչ, օ Աստված, եւ երեխաները ժամանակ չունեին հաց ուտելու։ и жена Եվ կինը Տեր Աստված չէր կարողանում տնային գործերն անել, որտեղ այնքան տարբեր մարդիկ կային եւ այդ ամենը
Եվ երբ նա գնում էր Տեր մեքենայի ապակին, առջևի ապակին, պարզապես սկսեց մշուշվել եւ նա այն ժամանակ հայաց գցեց հարավային Աֆրիկա, Դուրբան, երկաթուղային կայարան, որքան մեծ ես դու թանկագին Աստված, եւ նա տեսավ, թե ինչպես եղբայր Բոսվորթին հիշեցրին գնացքից եւ նա տեսավ շտապօգնությունը եւ նա լսեց խոսակցությունը, թե ինչպես եղբայր Բոսվորթն ասաց, զանգահարեք եղբայր Բրանհամին, ասեք նրան, որ աղոթի ինձ համար, որովհետեւ բժիշկները Տեր համարեցին, որ նա քիչ հնարավորություններ ունի Տեր Աստված, քանի որ ամեո բան բարձրանում էր դեպի սիրտ ու Աստված, իսկ նա այնտեղ գտնվում էր միսիոներական դաշտում։ Բայց նա սիրում էր քո մարգարեն եւ գիտեր, որ մարգարեն սիրում է իրեն։ Դրանք երկու մտերիմ ընկերներ էին, ո Աստված, Հայր, եւ նա գիտեր, որ եթե եղբայր Բրանհամը աղոթի, ո Աստված, դա իր ընկերն էր, ով սիրում էր իրեն, եւ նա կարող էր վստահ լինել նրանում, որ իր սիրտը հանգիստ կլինի, գիտենալով Աստված, որ անցյալում նրանք միասին մեծ իրադարձություններ են ապրել։ Եվ թանկագին Աստված, երբ քո մարգարեն տեսավ դա եւ ասաց իր կնոջը, Տեր, նա կանգնեցրեց մեքենան եւ գնաց մոտակա անտառը ու աղոթեց, եւ հետո նա սպասում էր պատասխանը լսելուն, եւ նա ստուգում էր պանամերիկյան ավիաուղիների աղյուսակով ըստ տարբեր ժամանակային գոտիների, որպես իմանար Տեր, երբ ինչ էր այնտեղ կատարվում, եւ հետո հաջորդ օրը եկավ հեռագիրը, որում ասվում էր, որ ո Աստված, որ եղբայր Բոսվորթը առողջացել է, եւ երբ քո մարգարեն համեմատեց այն ժամանակը, երբ ցույց էր տրվել տեսիլքը այն ժամանակի հետ, երբ եկավ հեռագիրը, նա գիտակցեց, որ հրեշտակը հեռագրից առաջ է անցել մի ամբողջ օրով, սա ինչ-որ մեծ բան է, Տեր, դու զետեղել ես այս բոլոր բաները Աստվածաշնչում, որպեսզի ցույց տաս, որ երբ մենք կանգնած ենք կարիքի մեջ եւ աղոթում ենք, իսկ մենք ապրում ենք այնպիսի ժամանակում եւ ժամին, երբ եկեղեցին պետք է ապրի այս գերբնական ոլորտում, ո Աստված, քո առաջնորդության ներքո, երբ մարմնի մեջ կարող է լինել սեր եւ միասնություն եւ մենք միացված ենք ամբողջ աշխարհով, մեկ հաշվի չառնելով ոչ ժամանակը, ոչ տարածությունը, դա ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ մենք Քրիստոսով փրկագնվածների մի մասն ենք, պաշտպանված արյան տակ եւ հասանելիություն ունենք դեպի քեզ, դեպի հասանելի Աստվածը ճգնաժամի ժամանակներում եւ Տեր, մենք կարող ենք կարճել քո խոստումներից, իսկ դու ասացիր, եթե երկուսը համաձայնվեն, ինչի մասին էլ որ լինի, դա կլինի։ Ես աղոթում եմ այս երկու որդիների համար, ո Աստված, Նիկոլասի եւ Ռայանի համար, մեր սիրելի քույր Դոննայի որդիների համար, խնդրում եմ օրհնիր նրանց, զորացրու նրանց, ո Աստված, որպես մայր, ճիշտ ինչպես Հետիրայթը, նա աղոթում էր իր երկու որդիների համար, ցանկանալով տեսնել նրանց Սուրբ Հոգով լսված, ցանկանալով, ո Աստված, որ նրանք հայլեն լույսի մեջ եւ ստանան քո խոսքի հայտնությունը, Տեր Աստված, որպեսզի դու նրանց նոր սիրտ ու նոր հոգի տաս եւ հեղես քո հոգին, դու ասացիր, որ հենց դա դուք իրականացնես քո զավակների համար, ո Աստված, խնդրում եմ շնորհիր դա Տեր, դու նոր ստեղծագործության Աստվածն ես, Տեր Աստված, դու այն Աստվածն ես, ով կարող է ամեն ինչ փոխել, ո Աստված, դու կարող ես փոխել մարդկանց սրտերն ու կյանքը, եւ Տեր Աստված, երբ մենք կանգնած ենք քո կողմից թափված արյան ներքո, փրկագնման հավատքով եւ աղոթում ենք ներդաշնակության ու միասնության մեջ եւ խնդրում ենք այս ամենի մասին գիտենալով, որ դու երեք այսօր եւ հավիտյան նույն ես, մենք կարող ենք ստանալ այդ ամենը, Հայր, եւ ես աղոթում եմ, որ դու օրհնես այս տղաներին, որպեսզի նրանք մտերմանան իրենց մոր հետ, իսկ նա, ո Աստված, կապված լինի նրանց հետ սերտ կապերով, մենք գիտենք, թե որքան ուժգին է նա սիրում այս տղաներին եւ ցանկանում է, որ նրանք լցվեն Սուրբ Հոգով եւ ծառայեն Աստծուն, խնդրում եմ շնորհիր դա Տեր, եւ Տեր, իմ թոռնուհի Սկարլեթը, նա այնպիսի հատուկ աղջիկ է, նրա ծննդյան օրը հենց այսօր է, նոյեմբերի 1-ին, եւ Տեր, մենք աղոթում ենք, Հայր, որ դու օրհնես նրան եւ որ քո Սուրբ Հոգին, թանկագին Աստված, գործի նրա կյանքում։
как у тех языческих Ինչպես пророков, 11-րդ ժամյային հեթանոս մշակների մոտ Տեր Աստված и сегодня ей 11 այսօր նա первый դարձավ день 11 Отечества տարեկան, месяца. 11-րդ ամսվա առաջին օրը, թող Սուրբ Հոգին գործի այս աղջկա սրտում И եւ օրհնիր благослови նրան, его, зная, ո что Աստված, она գիտենալով, որ նա тебе քո հանդեպ այնպիսի պատիվ ու երկյուղացություն է դրսևորում թանկագին Աստված, Տեր Աստված, թող նա ստանա Սուրբ Հոգու մկրտությունը այս ժամին, որպեսզի Տեր Աստված ты запечатал դու կնքես ее. նրան, ո խնդրում եմ շնորհիր դա Տեր, Она и եւ նա все եւ իր ее բոլոր родственники, զարմուհիները Боже, Տեր Աստված Господь, дочери Տեր и сын թիմի Тимի, դուստրերն ու որդին եւ մյուսների Դավիթի դուստրերը ո Աստված եւ Տեր մնացած թորները հայր Տեր փոքրիկ Ջեֆին եւ Ֆեյթը եւ նրանք բոլոր այս ժամին Տեր եւ Սարայզի երեխաները Տեր Նատալին թող նրանք ստանան այն ինչի կարիք ունեն խնդրում եմ շնորհիր դա հայր մենք հավատում ենք քեզ մենք նայում ենք քեզ դու ասացիր խնդրեք որ ձեր ուրախությունը կատարյալ լինի այնքան շատ բան է երբեմն լցվում մեր գլուխը եւ դա խոչընդոտում է մեր հավատքին բայց չի խոչընդոտում քեզ որովհետեւ քեզ մոտ դա ավարտված գործ է դա արդեն արված է այդ հարցն արդեն լուծված է Տեր Աստված նույնիսկ երբ մենք դեռ մեղավոր էինք այս աշխարհում մեր փրկության համար Տեր վճարված էր մեր բժշկության համար վճարված էր ամեն ինչի համար պարզապես մենք այդ մասին չգիտենք բայց երբ եկավ Սուրբ Հոգին դու առաջնորդեցիր մեզ որպեսզի մենք հասկանանք թե դու ինչ ես կատարել հանուն մեզ որպեսզի մենք նույնականանանք այդ զոհի հետ եւ ստանանք օրհնությունները եւ ապրենք վայելելով այդ օրհնությունները եւ ես աղոթում եմ որ հենց այս ժամին ծնողները ո Աստված հավատք ունենան եւ հավատան իրենց երեխաների համար ո Աստված եւ ընտանեկան շրջանակի համար անհավատ ամուսնու համար անհավատ կնոջ համար ո Աստված անհավատ երեխաների համար ովքեր հնարավոր է արդեն մեծահասակ են Հիսուս Քրիստոսի անունով Ամենակալ Աստված, Հայր, խնդրում եմ շարժվիր քո ժողովրդի մեջ այս ժամին, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես ընտանիքների այս բոլոր անդամները Տեր Աստված ունեն ապրումներ, ո Աստված, եւ կմտնեն ապահովության տապանակ այս ժամին, խնդրում եմ շնորհիր դա Տեր, եւ Տեր Աստված, մենք հիմա խնդրում ենք, որ դու առաջնորդես մեզ եւ ղեկավարես մեզ այս ծառայության ժամանակ Եվ այս երեկո ծառայությանը խնդրում եմ տուր ինձ օծություն, խոսքի պարզություն, առաջնորդություն ու Աստված հստակ ալիք, օգնիր ինձ լինել ամբողջությամբ հանձնված, հնազանդված եւ նվիրված քեզ, որպեսզի կատարվի քո կամքը։ Ես աղոթում եմ ո Աստված, նաեւ նրանց համար, ովքեր իրենց սրտում ունեն չարտահայտված խնդրանք, որտեղ էլ որ նրանք լինեն, եւ ինչ էլ որ նրանք ցանկանան ստանալ հավատքով ո Աստված, խնդրում եմ լսիր եւ պատասխանիր Գիտենալով, որ մեր մտքերը երկնքում ավելի բարձր են խոսում, քան մեր խոսքերը երկրի վրա, մենք հավատում ենք, դու ասացիր, որպեսզի երբ մենք աղոթում ենք, հավատանք, որ ստացել ենք մեր խնդրածը եւ մենք դա կստանանք։ Շնորհիր հավատք դրանում Հայր, որպեսզի ոչ ոք չկասկածի ո Աստված, այլ որպեսզի նրանք հավատան, որ իրենք արդեն ստացել են դա։ Եվ հետևաբար թող այդ ամենը լինի քո պատվի եւ քո փառքի համար հիմա թանկագին Աստված բացիր խոսքը բացիր մեր հասկացողությունը եւ թող քո Աստվածային Սուրբ Հոգին Տերով Աստված իջնի եւ պարզապես բեկի կյանքի հացը եւ կերակրի մեր քաղցած հոգիները մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ եւ փառաբանում ենք քեզ խնդրելով այս ողորմությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին ամենազոր անունով ամեն Փառք Տիրոջը, այս երեկո ես ունեմ մի այսպիսի վերնագիր, ես ուզում եմ թեման անվանել այսպես. ընկած աստղը եւ անդունդի գուբը, ընկած աստղը եւ անդունդի գուբը։ Եվ ես կվերցնեմ մի այսպիսի փոքր ենթաթեմա, երեք վայերը անդունդի գուբի բացվելու եւ փակվելու միջև։ Երեք վայերը անդունդի գուբի բացվելու Եվ փակվելու միջև The word the pit is used in the Old Testament, but
Это слово бездна. Այս անդունդ բառը դժոխք իմաստով օգտագործում է հինկտակարանում, բայց հայտնություն գրքում 7 անգամ մենք կարդում ենք անդունդի գուբի մասին, դժոխքի մասին, դիվային ուժերի բնակավայրի մասին։ А там тюрьма. Իսկ այնտեղ բանտ է, И мы видим եւ մենք տեսնում ենք в книге Откровения, հայտնության գրքում, что это որ бездна այդ անդունդը բացվեց, եւ մենք նաեւ տեսնում ենք հայտնության գրքում, որ այդ անդունդը открылась. փակվեց, Так что, այնպես որ но мы բայց обнаруживаем, մենք հայտնաբերում ենք, что որ между открытием անդունդի գուբի բացվելու եւ փակվելու միջև было 3 горя. տեղի է ունենում 3 վայր, իսկ 3 վայրը դա 5-րդ փողն է, 6-րդ փողը եւ 7-րդ փողը։ Վայ, 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 վերջին 3 փողերից, Которые будут որոնք պիտի փչեն։ А это Իսկ первая դա առաջին համաշխարհային պատերազմն է, երկրորդ համաշխարհային պատերազմն է եւ երրորդ համաշխարհային պատերազմը։ Հետևաբար սա առնչություն ունի անդունդի գուբի հետ, դրա բացվելու եւ փակվելու հետ։ Потому что Որովհետև այդ դիվային ոգիները, эта армия այդ բանակը դուրս ողած հենց այդ անդունդի գուբի բացվելու պատճառով, եւ նրանք չեն կարող մտնել երկինք, ամեն։ они вошли в эти Նրանք մտան այս 3 չափողականությունների մեջ, որովհետև հենց այստեղ նրանք կարող են մարմին ստանալ։ Если они Եթե նրանք отправятся գնան կորածների աշխարհը, այնտեղ ոչ ոք մարմին չունի, մարդիկ թողել են իրենց մարմինը երկրի վրա եւ մահացել են, նրանք չեն կարող մտնել 6-րդ չափողականության մեջ, իսկ այնտեղ վերևում գտնվում են միայն երկնային մարմինները։ а те небесные Իսկ այդ երկնային մարմինները դա փրկագնվածների մարմիններն են, եւ որպեսզի ինքնես այնտեղ պետք է ունենաս կատարյալ սեր, իսկ այդ դևերը չեն կարող այնտեղ ընկնել։ Դուք հասկանում եք։ И так здесь, Այսպիսով այստեղ մենք տեսնում ենք, что единственное որ միակ տեղը, որտեղ նրանք կարող են заполучить կենթանի живое մարմին тело, ձեռք բերել, это на երկրի земле. վրա է։ А они Իսկ не նրանք могут չեն կարող ուղակի մարմին ձեռք բերել եւ завладеть. տիրանալ դրան։ Они смогут Նրանք это сделать կկարողանան դա только անել միայն այն դեպքում, եթե այդ մարմնի մեջ հոգին մեռած է, դուք ասեք ինչ նկատի ունես, Աստվածաշնչում ասվում է մեղանչող հոգին անպայման կմեռնի, մարմնով դուք կարող եք կենդանի լինել, բայց հոգում մեռած։ Хотя эта Թեև душа այդ հոգին մեռած է, դուք կարող եք ձեր մարմնում ապրել եւս շատ տարիներ, այդ անունը ջնջված է կյանքի գրքից եւ այդ մարդը միայն ապրում է իր մարմնում, ճիշտ ինչպես հարուստ երիտասարդը, եւ դուք շարունակում եք ապրել եւ դուք կարող եք օրհնություն ստանալ, դուք վայելում եք կյանքը մարմնի մեջ, ինչպես ասվում է, բայց այդ հոգին մեռած է, այն անցել է գիծը ողորմության եւ դատաստանի միջև։ Ամեն։ и Եվ пока это тело քանի живо, դեռ այդ մարմինը կենթանի է, այդ դևերը հասանելիություն ունեն այդպիսի մարմինների հանդեպ, если եթե имя այդ մարդու անունը ջնջված է գրքից։ Ինչ վերաբերում է հավատացյալներին, նրանք կնքված են Սուրբ Հոգով, ապա եթե նրանք կնքված են, ապա դևերը չեն կարող մտնել նրանց մեջ, նա կարող է նրանց ընկճել, նա կարող է փորձել պատերազմել նրանց հետ եւ հարվածել նրանց եւ այդպես շարունակ, նա կարող է նրանց կյանքը դժբախտ եւ ունայն դարձնել, чтобы որպեսզի նրանք անդադար պատերազմեն եւ գտնվեն պայքարի մեջ, բայց նա չի կարող մտնել նրանց հոգու մեջ, потому что որովհետև նա հայտնվել է դրսից կնքված, так как Святой քանի որ Սուրբ Հոգին կնքել է նրանց Քրիստոսի մարմնի մեջ, и եւ Սատանան այս դևերը չեն կարող մտնել Քրիստոսի մարմնի մեջ, որովհետև Քրիստոսի մարմնի մեջ մտնելու համար պետք է անցնել արդարացում, սրբացում, новое рождение, նոր ծնունդ, եւ մեկ հոգով դուք մկրտվեցիք Քրիստոսի մարմնի մեջ։
Այստեղ արդեն շատ բան ասվեց։ Եթե դուք հասկանում եք, այստեղ արդեն շատ բան ասվեց։ 3 վայ անդունդի գուբի բացվելու եւ փակվելու միջև։ Հենց որ անդունդի գուբը բացվեց, մենք տեսնում ենք, որ դուրս եկան դևերը եւ մենք գտնում ենք նրանց երկրի վրա։ Մենք տեսնում ենք նրանց երկրի վրա, բայց մենք տեսնում ենք նրանց մարդկային մարմինների մեջ։ Եվ այս քարոզում խոսքը գնալու է դևաբանության մասին, բայց ոչ այն դեպաբանության, ինչպիսին իրեն կարող էր պատկերացնել մարմնավոր անտեղյակ հասկացողությունը, չէ որ կան եկեղեցու մարմնավոր անդամներ, հասկանում եք, նրանք խոսքի մեջ չեն, իրականում նրանք չեն հասկանում հոգևոր բաները։ Ուստի երբ նրանք պատկերացնում են դևերին եւ ասում են, այս մարդու մեջ դև կա, նրանք նկատի ունեն ինչ-որ վատ վերաբերմունք կամ նման մի բան, եւ երբ նրանք պատկերացնում են դևերին, գիտեք, երբ ինչ-որ մեկը անիծում է մեկին, նրանք ասում են. «Ահա նա իսկապես դիվահար է»։ Կամ ինչ-որ մարդ, գիտեք, գուցե անում է ինչ-որ գռեհիկ բան, նրանք ասում են. «Օ, նրա մեջ իսկապես դև կա, հաստատ»։ Հասկանում եք, եւ նրանք պատկերացնում են դևերին գուցե միայն մեկ դասակարգում։ Բայց մեզ պետք է դա հասկանալ, որովհետև հենց դրա պատճառով շատ շատերը անընդունակ են հաղթանակ տանել եւ շատ շատերը իրականում չեն ապրում հաղթական կյանքով այն պատճառով, որ նրանց պակասում է դևաբանության հասկացողությունը։ Եթե դուք ասում եք, որ ճանաչում եք Սուրբ Հոգուն, բայց չեք ճանաչում սատանային, ապա դուք շփոթության մեջ եք։ Չէ որ հենց որ դուք ստանում եք Սուրբ Հոգին, դուք դառնում եք թիրախ, եւ սատանան կհետապնդի ձեզ։ Դա այդպես է։ Ուստի ձեր վրա հարձակումներ կլինեն, որովհետև նա գիտի, որ Աստծո Հոգին կարող է գործել ձեր մեջ եւ ձեր միջոցով, երբեմն նա փորձում է ինչ-որ բան բերել, որպեսզի ստիպի ձեզ կասկածել, երբեմն նա փորձում է ձեզ պահել դատապարտվածության զգացումի մեջ, երբեմն նա փորձում է վախ բերել, որովհետև ինչ-որ բան դուք նախկինում դեռ չեք ապրել, հասկանում եք։ Չէ որ դուք կարող եք ունենալ Սուրբ Հոգի եւ լինել մանուկ, որովհետև դուք չեք ծնվում Սուրբ Հոգով որպես մեծահասակներ։ Երբ դուք երեխա եք, դուք խորհում եք ինչպես երեխա, հասկանում եք, ինչպես նորացի մանուկներ, դուք փափագում եք խոսքի մաքուր կաթին, դուք դեռ այնքան էլ լավ չգիտեք խոսքը։ Լինելով երեխա, դուք տատանվում եք վարդապետությունների քամիներից, երբ դուք երեխա եք, դուք խորհում եք ինչպես երեխա, իսկ հաստատուն կերակուրը հատուկ է չափահասներին, երբ դուք դառնում եք հասուն քրիստոնյա եւ դուք ունեք հոգեվոր զանազանություն, ապա հոգու պարգևները կարող են գործել ձեր մեջ եւ ձեր միջոցով, դուք կարող եք քայլել վստահությամբ, դուք ունեք իմաստություն, դուք ունեք գիտություն, եւ եթե դուք նախկինում վազում եք միայն մարմնավոր եռանդով, որպես ինչ-որ բան անեք, ապա հիմա դուք անմիջապես կմտածեք, իսկ որտեղ է դա խոսքի մեջ, ինչ է այդ մասին ասում խոսքի մեջ, ինչպես ձեռնամուխ լինել դրան։ Ահա այսպիսի մարդիկ ունեն Սուրբ Հոգին, եթե ձեզ պետք է որոշում կայացնել, դուք չեք նայում մարդու մարմնավոր կարծիքին, դուք ունեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, դուք ունեք հասանելիություն Աստծուն, Տեր, առաջնորդիր եւ ղեկավարիր ինձ, Տեր, դուր ինձ քո միտքը, դուր ինձ դա տեսնել, ինչ է սա Հայր, ինչ է այստեղ կատարվում, դուր ինձ իմաստություն եւ հասկացողություն, որպեսզի իմանամ ինչպես վարվել սրա հետ, դուր ինձ ճիշտ վերաբերմունք այս գործում։ Հենց այս կերպ է գործում հոգով լցված մարդու կյանքը։ Մենք տեսնում ենք, որ շատ շատերը, գիտեք, անընդունակ են, հասկանում եք, Սուրբ Հոգին դա Քրիստոսն է ձեր մեջ։ Իսկ դա վախի եւ ստրկության հոգին չէ, դա սիրո, զորության եւ զգաստության հոգին է։ Եվ որքան շատ է ձեր մեջ աճում այդ կյանքը, ձեր աճին զուգընթաց, դուք կհայտնաբերեք, որ ձեր ամբողջ էությունը
будет լիովին полностью կառավարվելու է управляемым Սուրբ Հոգով, потому что որովհետև чем որքան больше он будет брать в շատ основу, նա тем ձեզ больше он որպես будет սեփականություն иметь վերցնի, այնքան достоинства, ավելի и тем շատ նա больше ձեր он մեջ сможет առաջնություն вести կունենա вас եւ в այնքան том ավելի плане. շատ նա կկարողանա առաջնորդել ձեզ եւ Чтобы вы ղեկավարել ձեզ, որպեսզի оставались դուք действительно մնաք զգայուն եւ слушали լսեք его նրա голос, ձայնը, особенно հատկապես это այդ слушайте его հանդարտ голос, մեղմ который ձայնը, говорит որը խոսում է внутренне. ներքին մարդուց, Слава Богу. Փառք Աստծուն։ Я уверен, Ես что вы համոզված будете եմ, որ согласны. դուք ինձ հետ համաձայն եք, ես համոզված եմ, որ դուք կարող եք որսալ այնինչ մենք ասում ենք, եւ այսպես եկեք կարդանք, ես ուզում եմ կարդալ Եսայայի 13-րդ գլխից, ես կկարդամ 3 հատված եւ ես կվերցնեմ 3 հատված, որոնք ես կցանկանայի վերցնել Եսայա 13-ից, որովհետեւ ես ընտրել եմ այս 3 հատվածները, որպեսզի ցույց տամ ձեզ, որ Եսայան այստեղ դիմում է Բաբելոնի թագավորին եւ Բաբելոնին։ Իսկ դա կարևոր է, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք խորհուրդ Բաբելոնը եւ մենք տեսնում ենք այդ խորհուրդ Բաբելոնի թագավորին, իսկ նա անդունդի գուբի հրեշտակն է։ Նա մարմնավորվում է մարդկային մարմնի մեջ եւ կդառնա գազան եւ կդնի իր դրոշմը, բայց նա ներն է, նա սուտ մարգարեն է, իսկ հետո նա դառնում է գազան։ Սրանք այդ անձնավորության հայտնության 3 փուլերն են։ этой личности. Եվ այսպես Եսայա 13 առաջին հատված Բաբելոնի մասին պատգամը, который որ изрек տեսավ Исаия, сын Амоса. Ամոսի որդի Եսայան։ Вот, Ահա, հիմա 17-րդ հատվածը։ вот, Ահա, ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Եսայան ապրել է գուցե 100-ից մի փոքր ավելի տարի առաջ Երեմիայից, բայց ուշադրություն դարձրեք, Երեմիան իր ժամանակին увидел, տեսավ, что царь որ Բաբելոնի թագավորը должен был պետք է прийти գար и увести եւ народ ժողովրդին в գերի плен տաներ на 70 лет. 70 տարով։ Таким было Այդպիսիներ Երեմիայի մարգարեությունը Եսայան չասաց, թե քանի տարով են նրան գերի գնալու եւ ոչ մի նման բան, բայց Աստված Երեմիային ցույց տվեց ժամանակը, թե հենց քանի տարով, 7 տասնամյակով եւ այլն։ Мы здесь Մենք видим այստեղ еще, տեսնում ենք եւս մի բան, что որ именно հենց Եսայան Исаия ասաց. сказал Кир, Կյուրոսը իմ ծառան, Եսայա Исаия 44 եւ 45, а իսկ Кир Կյուրոսը и եւ Դարեհը մանապարսիկները Դանիելը տեսավ, որ ոսկե գլխից Բաբելոնից հետո, что после этого որ դրանից հետո կգան մարերն ու պարսիկները, եւ Դանիելը մեկնեց պատի վրայի ձեռագիրը մենե թեկելու Փարսին։ Դու կշերքով կշռվեցիր եւ շատ թեթև գտնվեցիր եւ քո թագավորությունը դրված է մարերին ու պարսիկներին։ Դանիելը հայտնությամբ եւ տեսիլքով հասկացավ, որ տերությունն է գալու եւ տապալելու Բաբելոնը։ Եվ դու գիտեք պատի վրայի ձեռագրի մասին, երբ Բաղդասարը սարքել էր այդ հարբած հավաքույթը, որ ժողովուրդներ այնտեղ, մարերը, տեսեք, թե ինչպես է այստեղ ասում 17-րդ հատվածում Եսայան ասում է ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին, եւ Եսայան խոսում էր Դարեհի եւ Կյուրոսի մասին։ Кир Կյուրոսը был главой մարերի Медян и եւ Перса, պարսիկների поэтому գլուխն էր, было իսկ դա определенное միացյալ царство, թագավորություն էր, двойное երկակի թագավորություն։ царство.
И мне кажется, Եվ на ինձ самом թվում է деле, իրականում Դարեհը Дарий был его Կյուրոսի зятем, փեսան էր, понимаете? հասկանում եք։ Это Եվ когда այսպես, мы երբ մենք սա рассматриваем դիտարկում Моисея, ենք, մենք գիտակցում ենք, что дух որ մարգարեության հոգին կարող էր խոսել за более 100-ից ավելի տարի առաջ, называть անվանել Кира по Կյուրոսին имени, իր անունով, указать, что նշել, որ Բաբելոնի երգփեղ դռները կբացվեն откроются и так եւ далее. այլն։ И даже в то время Եվ նույնիսկ այդ ժամանակ Դանիելը нашел Երեմիայի աշխատություններում գտավ այս բաները, что они там որ пробыли նրանք այնտեղ 60 մնացել են лет. 68 տարի եւ նրանք պետք է այնտեղից դուրս գային։ И Даниил Եվ увидел, Դանիելը как տեսավ, թե ինչպես ես ասացի, հենց նա մեկնեց պատի վրայի ձեռագիրը, որովհետև նա ապրում էր Բաբելոնի թագավորության մեջ եւ մասամբ ապրեց պարսկական թագավորության մեջ։ он жил Նա ապրեց այդ թագավորությունների անցումային շրջանում, որովհետև Դարեհի ժամանակ նրանք գցեցին առույցների գուբը, դուք դա հիշում եք, երբ նրանք սկսեցին օրենքներ հրատարակել եւ այլն։ Так что, Այնպես որ երբ մտածում ես դրա մասին, դա այնքան հրաշալի է։ Այդպես էլ հաճախ մենք կարդում ենք այս կերպ, ես ուզում եմ, որ դուք մտածեք։ знаете, Գիտեք, նույն ձևով մարդիկ կարդում են նաև ուղերձը։ Նրանք կարդում են ուղերձը եւ տեսնում են, որ եղբայր Բրանհամը այսինչ բանն արեց, եղբայր Բրանհամը այնինչ բանն ասաց, եղբայր Բրանհամն այսինչ արեց եւ եղբայր Բրանհամն այնինչ ասաց եւ նրանք չեն առաջանում հայտնության մեջ, որտեղ իրականում նրանք պետք է տեսնեն, որ Աստված դա հայտնեց իր մարգարեին, մարգարեն Աստծո շուրթերն են, Աստված դա խոսեց իր մարգարեի միջոցով, Աստված տվեց մարգարեին այդ տեսիլքը։ когда Երբ դուք խորամուխ եք լինում սրա մեջ, դուք սկսում եք տեսնել, որ Աստված ինչ-որ բան է կատարում նախքան մարգարեի գալը, Աստված գործում էր 6 պատգամավորների մեջ, մինչև նրա հայտնվելը, այն բանից հետո, երբ մարգարեն գնաց, հոգին եւ հարսը Աստված գործում է նրանց միջոցով, այն բանից հետո, երբ հարսը գնա, Աստված դեռ շարունակելու է խոսել միայն թե արդեն Մովսեսի եւ Եղիայի միջոցով 144,000-ին, այնպես որ սա Աստված է սկզբից մինչև վերջ, մարդիկ գալիս են եւ գնում, եւ երբ դուք տեսնում եք Աստծո հաջորդականությունը իր խոսքի մեջ, չէ որ մի մոռացեք, пророк, մարգարեն մարգարեանում է, но он не բայց понимает, հաճախ նա չի հասկանում այն ամենը, ինչի մասին մարգարեանում է։ когда Երբ Եսայան ասաց, ահա, կույսը պիտի հղիանա, знаете, он это նա դա высказал, արտահայտեց, потому что որովհետև это դա եկավ вдохновением. ոգեշնչմամբ, եւ անապատում կանչողի ձայնը կլինի։ Նա նույնիսկ չգիտեր, թե ինչպես էր այդ մարդու անունը, նա պարզապես դա արտահայտեց, երբ եկավ Գաբրիելը, Գաբրիելն ասաց հորը. Սա հենց քո որդին կլինի, նրա անունը Հովանես կլինի։ Խոսքի այդ հատվածը կատարելու համար, տեսնում եք, այնպես որ Աստված այդպես է անում, ուստի անհրաժեշտ է աչքերը չթեքել Աստծուց, որովհետև Աստծո հոգին ծննդոց մեկից ընդհուպ միջև հայտություն 22-ը դա մեկ Սուրբ Հոգին է ամբողջ գրքի ընթացքում։ Եվ հետևաբար, երբ այդ Սուրբ Հոգին ներկա է մեզ մոտ, չէ որ մենք ապրում ենք հարսի ժամանակներում, ոչ միայն հարսի, այլ սա այն հոգին է, որը ներկա է ծննդոց մեկից, այն հոգին, որն այն ժամանակ խոսում էր Աբրահամին, խոսում էր Ենովքին եւ Նոյին, խոսում էր Եսայային եւ Երեմիային, խոսում էր Մովսեսին, խոսում էր Հովանեսի, Հիսուսի եւ Պողոսի միջոցով։ Այս Սուրբ Հոգին եկավ եւ խոսեց մարգարեի միջոցով եւ այս Սուրբ Հոգին խոսում է հարսի միջոցով։ Դա մեկ հոգի է Աստվածաշնչի ընթացքում։ Ուստի երբ Աստված դուրս է գալիս գործողության դաշտ, նա կարող է խոսել, ունենալով առաջնություն։ Իսկ նա ինքնիշխան է եւ նրա գործերը ինքնիշխան են, նա կարող է անել ինչ կամենա։ Եվ այսպես մտածեք դրա մասին, շատ կարևոր է աչքերը չթեքել Սուրբ Հոգուց, որովհետև դուք առաջնորդվում եք հոգով, իսկ հոգին անտեսանելի է։ Եվ հոգին արտահայտում է իր խոսքը, եւ միայն հոգին է հայտնում խոսքը։
Իսկ հոգին գործում է փրկագնված մարդկանց միջոցով, որոնցից բաղկացած է Քրիստոսի մարմինը այս ժամին։ Հոգին չի սկսի գործել դարձի չեկածների միջոցով։ Ոչ, հոգին ունի մարմին։ Նա հենց այդ մարմնի գլուխն է, եւ նա գործում է այդ մարմնի անդամների մեջ եւ նրանց միջոցով։ Իսկ այդ մարմինը գտնվում է գլխավորության ներքո, որովհետև մարմնի յուրաքանչյուր անդամ միացված է այդ գլխին։ Եվ այսպես ուշադրություն դարձրեք առաջին հատվածին, Բաբելոնի մասին պատգամը, որը տեսավ Ամոսի որդի Եսայան, 17-րդ հատված։ Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Ում դեմ, նրանց Բաբելոնի դեմ, որոնք արծաթբանի տեղ չեն դնում եւ ոսկուն չեն փափագում։ 19-րդ հատվածը։ Եվ Բաբելոնը թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի փառքը պիտի լինի Աստծո կողմից կործանված Սոդոմի ու Գոմորի պես։ Բաբելոնը, հիշում եք, թե ինչպես նա ասաց Երեմիային. «Ես տալիս եմ երկիրը, եւ ես տալիս եմ դաշտի գազաններին, եւ ես տալիս եմ երկնքի թռչուններին, եւ ես տալիս եմ ամեն ծառ, եւ ես տալիս եմ բոլոր թագավորությունները Բաբելոնի թագավորին, եւ նրանք պետք է հնազանդվեն Բաբելոնի թագավորին»։ Իսկ հետո Աստված ասաց. «Երբ ժամանակը գա, ես այդ թագավորին կհանձնեմ ուրիշներին»։ Եվ մենք տեսնում ենք, որ նա հենց այդպես էլ արեց Դանիելի 5-րդ գլխում, երբ Բաբելոնին վերջ եկավ, եւ թագավորությունը հանձնվեց մարերին ու պարսիկներին։ Եվ այստեղ նույնիսկ 17-րդ հատվածում, որը ես կարդում եմ այստեղ, մենք տեսնում ենք, որ հենց դրա մասին էլ ասվում է։ Եվ եթե դուք սա միացնեք, ապա դուք կտեսնեք, որ այն հոգին, որը խոսում էր Եսայայի միջոցով, խոսում էր Երեմիայի միջոցով, խոսում էր Դանիելի միջոցով, նույն մարգարեական հունով, նա էլ խոսեց եղբայր Բրանհամի միջոցով արդեն մեր օրերում, երբ նա ասաց ուշադրություն դարձեք Խրուշչովը, հանեց կոշիկը եւ սկսեց դրանով խփել ամբիոնին միավորված ազգերի կազմակերպության հանդիպման ժամանակ նա ասաց. «Իսկ ինչ է նշանակում Խրուշչով»։ Նա ասաց կավ, իսկ Էյզենհաուր երկաթ, նա ասաց տեսեք, երկաթը կավի հետ չեն կարող խառնվել։ Իսկ որտեղ էր դա նշված, տեսեք, հենց այս նույն թագավորությունները հետագծվում են մինչև վերջ եւ նույնիսկ նշված են մեր օրերում, եւ այսպես միթե դուք չեք տեսնում, թե ինչպես մեկ մարգարեից, եթե վերցնենք Եսայայից, դա Քրիստոսի գալուստից 700-ից ավելի տարի առաջ է, իսկ հետո անցել են 2000 տարի, այնպես որ ստացվում է մոտ 2700 տարի։ Տեսեք, այն ամենը, ինչ հոգին արտահայտել է մարգարեության տեսքով, հետագծվում է մինչև հենց այդ ժամանակը հիմա, երբ նա կարող էր ասել Էյզենհաուերի եւ Խրուշչովի մասին, իսկ հիմա մենք ասում ենք Թրամփ եւ Պուտին։ Դրանք ոտքերի մատներն են, դրանք մինչև հիմա երկու բթամատներն են ոտքերի վրա, այնպես որ դուք տեսնում եք, թե որտեղ ենք մենք գտնվում, ես ասում եմ սա, որպեսզի ցույց տամ ձեզ հոգին, որովհետև մի մոռացեք, որ Աստծո հոգին հավերժական է։ Նա սովորական մարդ չէ, որը ծերանում է ու մեռնում, իսկ Աստված ինքն իրեն մեկնաբանում է։ Նա մեկնաբանում է իր խոսքը կատարելով այն։ Ոչ թե մարդն է մեկնաբանում Աստծո խոսքը, այլ Աստված է մեկնաբանում իր խոսքը մարդու մեջ եւ մարդու միջոցով։ Աստված ինքն է իրեն մեկնաբանում։ Միայն Աստված է հայտնում խոսքը։ Ճշմարտության հոգին կգա եւ ձեզ կհիշեցնի ամեն բան, կսովորեցնի ձեզ, գալիք բաները կհայտնի ձեզ, ճշմարտության հոգին կառաջնորդի եւ կուղղորդի ձեզ ամբողջ ճշմարտության մեջ, դա այդպես է։ Այդպիսին է Սուրբ Հոգի գործողությունը, այդպիսին է Սուրբ Հոգու ծառայությունը, հա թե ինչու մարգարեն ասաց, որ Սուրբ Հոգին այս ժամի մարգարեն է, Սուրբ Հոգին այս ժամի պատգամաբերն է։
Եվ Բաբելոնը, թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի փառքը պիտի լինի Աստծո կողմից կործանված Սոդոմի ու Գոմորի պես։ Իսկ դուք գիտեք, թե ինչպես կործանվեցին Սոդոմն ու Գոմորը։ Կրակն իջավ վերևից։ Ինչ ասվում Հայտնություն 18-ում։ Մեկ ժամում Բաբելոնը հզոր է Տերը, որ դատում է նրան։ Լցրեք նրա բաժակը կրկնակի, ինչպես նա լցնում էր ուրիշների համար։ Մեկ ժամում կայրվի այդ քաղաքը։ Նա ասաց, որ դա չի կարող լինել ֆիզիկական կրակ, դա ատոմային կրակ է, միջուկային կրակ։ Հասկանում եք, այնպես որ տեսեք, դա Բաբելոնն էր այն ժամանակ, ստվերը հին կտակարանում, որը կանխանշում էր Խորհուրդ Բաբելոնը այստեղ վերջին օրերում Հայտնություն գրքում, փառք լինի Աստծուն, եւ այսպես այս 3 հատվածներն են, թող Աստված օրհնի ձեզ, նստեք խնդրում եմ, իսկ հիմա մենք կբացենք Եսայայի 14-րդ գլուխը, որը հաջորդում է Եսայայի 13-րդ գլխին։ Ես խոսում եմ ընկած աստղը եւ անդունդի գուբը թեմայով 3 վայերը անդունդի գուբի բացվելու եւ փակվելու միջև։ Մի գեղեցիկ օր անդունդի գուբը նորից կփակվի։ Արմագեդոնից հետո այդ անդունդը կփակվի։ Եվ մենք կմտնենք միլենիում, հազարամյա թագավորության մեջ։ Փորձիչը այնտեղ շղթայված կլինի 1000 տարի, ասվում է երգի մեջ։ Սպասում եմ ես այն օրվան, երբ Տերը նորից կգա եւ իր հազարամյակի մեջ հարսին կվերցնի, իմ սիրտը անդադար այս ուրախությամբ է ապրում։ Ամեն։ Վերադառնում է Տերը երկիր նորից։ Դա կլինի Մեղրամսի ժամանակ, Փեսայի եւ հարսի համար, ամեն։ Եսայա 14-րդ հատված։ Դու այս առակը պիտի ասես, Աստված դիմում է իր մարգարե Եսայային, Բաբելոնի թագավորի դեմ, եւ ասես, ինչպես դադարեց բռնավորը, վերջացավ ոսկե քաղաքը։ Հայ քեզ բան։ Եսայայի ժամանակներում Աստված ասում է Եսայային. ասա այս առակը Բաբելոնի թագավորի դեմ, որը Նաբոպալասարն էր։ Նաբոպալասարը Նաբուգոդոնոսորի հայրն է։ Նաբուգոդոնոսորը ապրում էր Երեմիայի ժամանակներում, հենց նա սկսեց պաշարումը, գրավեց այս ժողովրդին, այրեց քաղաքը, այրեց տաճարը եւ տարավ Դանիելին, Եզեկիելին եւ շատ ուրիշների Բաբելոն գերության մեջ։ Բայց Եսայայի ժամանակներում թագավորը Նաբոպալասարն էր, Նաբուգոդոնոսորի հայրը։ Եվ Աստված ասաց Եսայային. վերցրու այն եւ ասա, ինչպես դադարեց բռնացողը եւ վերջացավ ոսկե քաղաքը։ Այն կվերջանա ոչ թե Նաբոպալասարի ժամանակ, այն կվերջանա Բաղդասարի ժամանակ։ Որովհետև Բաբելոնի թագավորը ընկավ Բաղդասարի ժամանակ։ Աստված արթնացրեց մարերին ու պարսիկներին, երբ Քյուրոսը երազ տեսավ, որ պետք է փոխել գետի հունը, ճիշտ է, եւ նրանք քանդեցին քաղաքի տակը, եւ նրանք հայտնվեցին հենց այնտեղ, եւ ուստի Դանիելը ասաց Բաղդասարին, նա ասաց, հենց այս գիշեր դու սպանվելու ես եւ քո թագավորությունը խլվելու է քեզնից։ Որովհետև նրանք արդեն գտնվում էին քաղաքում, երբ այդ գրությունը հայտնվեց պատի վրա։ Նա
իր գոռոզության եւ հպարտության մեջ դուրս բերեց անոթները եւ սարքեց մեծ ցուցադրություն շքեղությամբ եւ զվարճությամբ, որպեսզի անարգի անոթները եւ պատվի Բաբելոնի թագավորներին, որովհետեւ նրանք նվաճել էին աշխարհը, չիմանալով այն մասին, որ ինքը վերջին թագավորն էր եւ հետո թագավորությունը պետք է անցներ մարերին ու պարսիկներին, հետո այն պետք է անցներ Հունաստանին, այնուհետև այն պետք է անցներ հռոմեացիներին։ Իսկ հռոմեացիներից հետո չի լինի ոչ մի այլ երկրային թագավորություն, հռոմեացիները հեթանոսական Հռոմից կանցնեն պապական Հռոմի, որովհետև նա ասաց, որ կլինեն միայն 4 երկրային թագավորություններ, իսկ հետո կիջնի երկրային թագավորությունը, դուք դա հասկանում եք։ Կիջնի երկնային թագավորությունը եւ այսպես երբ մենք դիտում եւ տեսնում ենք այս բաները, ես ուզում եմ որ դուք հետևեք դրան ձեր մտքերում, ես չեմ ուզում շտապել եւ ցանկանում եմ առաջանալ աստիճանաբար եւ մի փոքր ընթերցել ձեզ համար, որպեսզի դուք որսաք խոսքը, որովհետեւ խոսքի այս հատվածում Եսայա 13-ում եւ 14-ում այն մարգարեն, որը հայտնություն ստացավ ամբողջ Աստվածաշնչի մասին, հիմա որսացեք սա։ Ով էր Եսայան։ Նա այն մարգարեն էր, որը հայտնություն ստացավ ամբողջ Աստվածաշնչի մասին, նա գրեց Աստվածաշունչը մանրակերտով։ Ինչպես ընկար երկնքից Լյուցիֆեր, հավերժությունից ընդհուպ մինչև նոր երկինք եւ նոր երկիր հավերժության մեջ։ Նա գրեց ժամանակաշրջանների մասին, կնիկների մասին, փողերի մասին, սկավառակների մասին, որոտների մասին, Եսայան ուներ Աստվածաշունչը մանրակերտով, տեսնում եք։ Եվ այսպես այստեղ մենք տեսնում ենք, որ Եսայան, եւ մի մոռացեք, հենց Եսայայի 6-րդ գլխում նա տեսավ երկնային տեսիլքը, նա մաքրվեց կենդանի կրակով եւ նա ուղևորվեց ակնածանքով, խոնարհությամբ եւ գործողությամբ ունենալով խոսքի լիությունը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է Եսայան որոտում դատաստանի այս ուղերձով այստեղ 13-րդ եւ 14-րդ գլուխներում Բաբելոնի եւ նրա թագավորի դեմ, որի մեջ թաքնվել էր Լյուցիֆերը, Եսայան որոտում է պատգամ Բաբելոնի մասին։ Աստված նրա վրա դրեց խոսքը, նրա սրտի մեջ դրեց խոսքը, որպեսզի նա խոսի Բաբելոնի դեմ։ Տեսնում եք, երբեմն մարդիկ չեն հասկանում սպասավորներին, ընտրված, կանչված, օծված եւ տեղադրված սպասավորներին, նրանք մտածում են դա ինչ-որ մեկն է եկեղեցում, դա սպասավոր է այնտեղ, ինչ-որ մեկը պետք է քարոզի, ահա նայեք քարոզում է, ոչ, պաշտոնական պարգևները դուք կունենաք մինչև ծնունդը, կյանքի ընթացքում եւ մահից հետո։ Պաշտոնական պարգևները աղոթքով չես ստանա, իսկ հենց դա չի կարող որսալ մարմնավոր բանականությունը, հասկանում եք, դրանք կմնան ձեզ հետ, այդ պարգևը կլինի ինձ հետ, նաև մյուս կողմում եւ նրանք, ում ես նշանակված էի փոխադրել մյուս կողմը, հետագայում էլ կմնան ինձ հետ, որովհետև ինձ պետք կլինի նրանց համար հաշիվ տալ համաձայն Եբրայեցիս 13-17-ի, դա այդպես է, չէ՞ որ Իսրայելում նրանք ունեին այդ 12 ցեղերը, որոնցից բաղկացած էր մեկ ժողովուրդ, իսկ մենք ունեինք եկեղեցու 7 շրջանները, որոնցից բաղկացած է մեկ հարս եւ 7 պատգամաբերներ։ Եվ նրանք Իսրայելում ունեին 12 իշխաններ եւ նրանք ունեին որդիներ, որոնց ընտանիքները կազմում էին այդ ցեղերը։ Այնպես որ եղբայր Բրանհամը մարդիկ ունի այս շրջանում, նա չի եկել Կարիբյան ավազան, բայց այս շրջանում նա մարդիկ ունի այն ծառայի խնամակալության տակ, որին Աստված դրել է այստեղ, ծառայի, որին Աստված զետեղել է Չինաստանում, ծառայի, որին Աստված զետեղել է Ռուսաստանում, ծառայի, որին Աստված զետեղել է Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, ծառայի, որին Աստված զետեղել է Եվրոպայում, ծառայի, որին Աստված իսկ սրանք որդիներ են ծնված նրա հավատքից, Բրանհամի հավատքի սերմից։ Դա այդպես է, նրանցից է բաղկացած հավատացյալների մարմինը, ընտանիքը,
Նրանցից, ովքեր եկել են արծվի դրոշի տակ, որի ներքո նրանք բանակ են դառնում, եւ այդ ցեղի իշխանը շրջանի պատգամաբերն է, իսկ նրանք նրա հրաշալի օգնականներն են։ Տեսնում եք, մեզ իսկապես պետք է իմանալ Աստծո կարգը, մեզ իսկապես պետք է իմանալ Աստծո ծրագիրը, իսկ այս ամենը դասավանդվել է մեզ այս տարիների ընթացքում, հասկանում եք, որպեսզի մենք հասկանանք, որ դա ինչ-որ մարմնավոր բան չէ, ահա թե ինչու, երբ դուք բաց եք թողնում սա, դուք տեսադաշտից կորցնում եք եկեղեցին, դե ես չգիտեմ, թե ինչու եղբայր Վինը փակեց եկեղեցին եւ հիմա եկեղեցին այսպիսին է, այսինչ ու այնինչը եւ ինչեր որ ասես չեն ասում։ Դա այն պատճառով է, որ նրանք այդպես էլ չհասկացան, նրանք երբեք չեն ապրել հայտնության ոլորտում։ Նրանք ապրում են միայն մարդկային ոլորտում, ուստի նրանք քայլում են տեսողությամբ եւ նրանք պարզապես տարակուսանքի մեջ են, ինչպես մոլորյալ աստղեր։ Ես տարակուսանքի մեջ եմ մեկից, մյուսից եւ երրորդից, եթե նրանք բացեին իրենց սրտերը եւ տային իրենց կյանքը եւ թույլ տային Սուրբ Հոգուն լվանալ իրենց, ֆիլտրել իրենց մտածողությունը եւ ներդնել Քրիստոսի միտքը եւ հավասարացնել նրանց խոսքին, ապա նրանք կճանաչեին, թե որտեղ է Աստված զետեղել իրենց, որպեսզի նրանք նստեն եւ լսեն խոսքը, որպեսզի նրանք կարողանան հաստատվել ներկա ճշմարտության մեջ եւ հասկանային, թե ինչ է կատարվում 1966-ից մինչև 2020 թվականները, որ նրանք կարող են քայլել, քայլ առ քայլ, Աստծո խոսքի սիմֆոնիայի ռիթմով, փառք լինի Աստծուն, եւ այսպես տեսեք, ինչպես դադարեց բռնավորը, վերջացավ ոսկե քաղաքը, Աստված ասում է Եսայային, ասա Բաբելոնի թագավորին, արտասանիր այս առակը Բաբելոնի թագավորի դեմ։ Խոսում էր նա նրա հետ ուղղակիորեն, թե ոչ ոք չգիտի, բայց փաստն այն է, որ եղբայր Բրանհամը որոշակի բաներ էր ասում այս շրջանի սպասավորներին, Եվ նրանք այնտեղ նույնիսկ ներկա էլ չէին, դա այդպես է, նա որոշակի բաներ էր ասում հարսին, որն այն ժամանակ չէր նստել նրա առաջ։ Բայց Աստված կարողանում է ուղղորդել խոսքը նախատեսված ձեզ համար, այնպես, որ այն հասնի ձեզ, եւ նա արտահայտվում էր կառավարության այդ առաջնորդների եւ Վատիկանի այդ հեզաբելյան համակարգի դեմ, սակայն նա այնտեղ չէր կանգնած պաստառով եւ չէր քայլում Վատիկանի շուրջ, ոչ, նա կանգնած էր Ջեֆերսոնվիլում, նա կանգնած էր տարբեր վայրերում եւ արտաբերում էր այդ խոսքը, եւ այդ խոսքը ձայնագրված է, նա արտահայտեց այս բաները այդ քաղաքի դեմ եւ նրա դեմ, ով բազմած է այնտեղ երակի պապական խույրով։ Փառք Աստծո։ Տեսնում եք, պետք է բարձրանալ էլ ավելի վերև, որպեսզի հասկանաք խոսքը, տեսնել, թե ինչպես է ամեն ինչ գործում, հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ կարգավորված այս ոլորտում, որում մենք ապրում ենք, որպեսզի որսալ այս ժամանակի այս ժամի տեսիլքը։ Տեսնում եք, այս ժամին չի կարելի լինել մակերեսային, այս ժամին հարսը թռչում է այնքան բարձր, որքան դեռ երբեք չի թռչել, որովհետև այս շրջանում նա բարձրացել է ծափահարություններից վեր, սրբերի ռիթմից վեր, երաժշտության ռիթմից եւ այս բոլոր բաներից վեր, սրբերի ուրախությունից վեր, արծիվները բարձրացել են գերբնական ոլորտներ, ապրում են այս ժամին կատարյալ հավատքի ոլորտում, որովհետև նրանք ճանաչեցին, թե ինչպիսին է Աստված ստեղծել իրենց Քրիստոսի մեջ, քանզի անդամների Աստծո արծիվների միջոցով եւ նրանց միջոցով նա կավարտի մեծ հանձնարարությունը, նա կավարտի փրկագնման ծրագիրը, Քրիստոսը նրանց մեջ, փառքի հույսը, նա, ով նրանց մեջ է, ավելի մեծ է նրանից, ով այս աշխարհում է, նրանք ունեն բանալին, հայտնված խոսքը, բացված խոսքը, որը կարող է բացել ցանկացած դուռ, տալով նրանց հասանելիություն Աստծո օրհնություններին եւ զորություններին, հանձնարարությունը կատարելու համար,
Կող քաշվեք ճանապարհից, ես ունեմ թագավորի գավազանը, ես ունեմ թագավորի ուղերձը, կող քաշվեք ճանապարհից, ամեն։ Նրանք ունեն այն, ինչը կառաջնորդի նրանց առաջ, իսկ ինչու նրանք ընտրված են, կանչված, օծված, տեղադրված, նրանք օծված են եւ ստացել են հանձնարարություն, դրված են մարմնի մեջ, եւ Աստված մարմնի մեջ դրեց առաքյալներ, մարգարեներ, ուսուցիչներ, հովիվներ, ավետարանիչներ, Աստված դրեց եկեղեցու մեջ։ Փառք լինի Աստծուն, ինչ հրաշալի է։ Եվ այսպես նա ասում է. պիտի ասես եւ ասես, ինչպես դադարեց բռնապորը, վերջացավ ոսկե քաղաքը։ Վերջացավ, նրա վերջը եկավ։ Հիմա 12-րդ հատվածը. ինչպես ընկար երկնքից Լյուցիֆեր Արուսյակ արշալույսի որդի։ Լյուցիֆերը թաքնվում էր Բաբելոնի թագավորի մեջ։ Եվ այդ ամբողջ համակարգը, Բաբելոնյան համակարգը, ինչպես նա այն անվանեց, ոսկե քաղաք, եւ այդ բռնավորը բազմած է այնտեղ, նրանք սպանել են 68 միլիոնի, նրանք ունեն էկումենիկ շարժում, նրանք ամենուր ճամբարներ են կառուցում, նրանք օրենքներ են հրատարակել, մինչդեռ քարսավարում է այդ խումբը, մահը, այդ դժգույն ձիու վրա միավորում է իր ուժերը եւ դժոխքը, նաեւ մարմնավորված դևերը հարձակվում են, ինչի համար, որպեսզի թափվեն Աստծո ընտրյալների վրա, դա այդպես է, որպեսզի սպանեն բոլորին, ովքեր Աստծուց են, արմատախիլ անեն նրանց, որպեսզի սպանեն բոլորին, ովքեր չեն խոնարհվի պատկերի առջև, գազանի առջև եւ չեն երկրպագի գազանին, հասկանում եք, բայց կան մարդիկ, ովքեր վերցվելու են այստեղից, նրանք քայլելու են հավատքի ոլորտում, նրանք չեն հավաքվել ինչ-որտեղ, սպասելով, որ նավը ինչ-որ տեղ կլողա, կամ կլինի ինչ-որ ինքնաթիռ, որպեսզի թռչեն ինչ-որտեղ, իսկ հետո նստեն ուրիշ ինքնաթիռ եւ թռչեն մեկ այլ տեղ, ոչ, նրանք քայլելու են այնպիսի հավատքով, որով քայլում էր Ենովքը, որով քայլում էր Եղիան, այսպես, նրանք իրենցից հետո պարադոքսների շարանք թողնեն, նախքան նրանք կհամբարձվեն, կլինի կարճ, արագ, հզոր դրսևորում, ոչ թե ինչ-որ գուցե նրանց ցույց տան հեռուստատեսությամբ կամ նման մի բան, բայց նրանք պետք է հավատ տան նրանց, ովքեր միացված են իրենց հետ, ովքեր չեն համբարձվի իրենց հետ միասին, նրանց, ովքեր պետք է անցնեն նեղության միջով, դա այդպես է, եւ այսպես հիմա նայեք սրան։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 12-րդ հատվածը, այսպիսով հիմա նա դիմում է, տեսեք, պիտի ասես այս առակը Բաբելոնի թագավորի դեմ։ Եթե դուք կարդաք մի փոքր ավելի առաջ, նա հետագայում դիմում է Բաբելոնին, 13-րդ գլխում ասվում է պատգամի Բաբելոնի մասին, որ տեսավ Եսայան, Աստված նրան ցույց տվեց տեսիլքների շարք, Բաբելոնի եւ նրա թագավորի մասին։ Միթե Դանիելը չուներ տեսիլքների շարք, 4-րդ գազանի մասին, 4-րդ թագավորության եւ նրա թագավորի մասին, մարմնավորված Լյուցիֆերի մասին, փոքր եղջյուրի մասին, մեղքի մարդու մասին, գազանի մասին։ Միթե Աստված նույնպես ցույց տվեց Հովհաննեսին տեսիլքների շարք, խորհուրդ Բաբելոնի եւ նրա թագավորի մասին, եւ նրա բերանից դուրս եկող 3 պիղծ ոգիների մասին եւ այդպես շարունակ, եւ ով կարող է պատերազմել գազանի դեմ, այդպես էլ կա։ Այնպես որ այստեղ նույնն է։
Եվ այսպես մի մոռացեք, Հովանեսը տեսավ դա միայն խորհրդանիշի տեսքով, բայց իսկական Հովանեսը հարսը, որը համբարձվում է եկեղեցական 7-րդ շրջանի վերջում, որը կերել է գիրքը եւ որին վիճակված է մարգարեանալ, Հովանես հարսը, արծիվը, հենց նրանք են, В этот час այս ժամին обладать իրապետում այս հայտնություններին, այն մասին, թե այդ ամենը ինչ է նշանակում, ինչպես ընկար երկնքից Լուցիֆեր Արյուսյակ, Արշալույսի որդի գետնին զարկվեցիր դու, որ ազգերին նվաճում էիր, նա դիմում է ուղղակիորեն սատանային, նա գիտի, թե որտեղ է նա թաքնվում եւ նա դիմում է սատանային ինչ-որ բանի մասին, Так вот, այսպիսով դա Քրիստոսի գալստից մոտ 700 до տարի առաջ էր, եւ այս հատվածում մենք տեսնում ենք, как он թե ինչպես է նա դիմում Լուցիֆերին, կապված նրա անկման հետ, այն պատերազմում, որը սկսվել էր երկնքում։ Այնտեղ բազմած էր Բաբելոնի թագավորը որպես մարդ, եւ հնարավոր է նա շփոթված էր այն բանից, ինչ արտասանվել էր, Но բայց дух նրա ներսի его ոգին знает. գիտի, ով է այս մարդը, նա ինչ ճանաչում է, ճիշտ ինչպես այն դևերն ասացին, մենք Հիսուսին ճանաչում ենք եւ Պողոսին էլ գիտենք, ես ձեզ երաշխավորում եմ, որ դևը ճանաչում էր Եսայային, նրանք ճանաչում էին Երեմիային, նրանք ճանաչում էին Դանիելին, Потому что որովհետև они նրանք знали духа, ճանաչում էին հոգուն այդ այրերի մեջ, նրանք ունեին հոգու զանազանություն, հիմա նայեք, դուք տեսնում եք, որ մարդը դիմում է մարդուն, այդպես կարող է թվալ, բայց այն մարդը, որը մարգարե է, իրականում դիմում է այդ մարդու մեջ եղած ոգուն, այսինքն Լուցիֆերին, который որը скрылся թաքնվել էր այդ մարդու մեջ, եւ նա ասում է, ինչպես ընկար երկնքից Լուցիֆեր Արուսյակ, Արշալույսի որդի, գետնին զարկվեցիր, դու, որ ազգերին նվաճում էիր, իսկ սա մարգարեություն է, որովհետև ուշադրություն դարձրեք, царство Բաբելոնի Вавилонское թագավորությունը не упало. չէր ընկել, Вот դրա почему он համար էլ сказал, նա как ասաց, стало ինչպես վերջացավ победителем, բանեցնողը եւ стало վերջացավ городом ոսկե золотом. քաղաքը, այս Всё ամենը это մարգարեություն է, говорит ասում է սա սատանային, Լուցիֆերին, который որը скрылся թաքնվել էր в той այդ плоти. մարմնի մեջ, եւ հիմա նա շարունակում է հետո, իսկ դուք հո սրտում ասում էիր, երկինք կբարձրանամ, Выше звезд Աստծո աստղերից վեր կբարձրացնեմ իմ գահը եւ կնստեմ Աստվածների ժողովի լեռան վրա, на հյուսիսի ծայրին, севера. ես կբարձրանամ ամպերի բարձունքների վրա, Облачные. ես բարձյալին նման կլինեմ, Пять 5 желаний. ցանկություն, Он նա говорит ասում է ему, նրան, «Ты դու сказал ասացիր это քո в своем սրտում, сердце, когда երբ был в երկնքում էիր, небесах».
Տեսնում եք, երբեմն նույն կերպ ինչպես մարդը կարող է մտածել, որ ինքը կարող է թաքնվել, նույն կերպ էլ Լյուցիֆերը մտածում էր, որ ինքը կկարողանա թաքնվել, բայց նա կանգնած այնտեղ եւ Եսայան հետևում է նրան եւ Եսայան տեսնում է նրան տեսիլքի մեջ, իսկ այն տեսիլքի մեջ, որը բացվեց Եսայային, Եսայան գիտեր, թե հենց ինչ էր նա մտադրվել, ինչի պատճառով էլ նա ընկավ։ Դուք սա որսացիք։ Ձեր կարծիքով քանի տարի է անցել, դե դա արդեն Уже 2700 տարի առաջ էր, առաջին 2000 տարին, հետո դեռ կար 1300, այսինքն, եթե դա մոտավորապես 700 տարի է Քրիստոսից առաջ, ապա ստացվում է մոտ 3300, դա մոտ 3300 տարի է Ադամից, իսկ սա չէ, որ դեռ երկնքում անկումից առաջ էր, այսինքն դա դեռ հավերժության մեջ էր, երբ նա անջատվեց հավերժությունից եւ հայտնվեց ժամանակի մեջ, բայց նա ասում է նրան, այն, ինչ եղել էր դեռ այն ժամանակ, կարող է մարդը կանգնել այստեղ եւ մտովի տեղափոխվել այն ժամանակը, դա դժվար է, թե շփոթեցնող։ Իսկ ինչպես էր եղբայր Բրանհամը կարողանում ասել կնոջն այն մասին, ինչ էր եղել 25 տարի առաջ, չէ՞ որ նա դիմում է կոնկրետ այն կնոջը, որը 25 տարի առաջ ավտովթարի էր ենթարկվել։ Բայց ամբողջ հարցը տարիների քանակը չէ, ամբողջ հարցն այն է, որ բոլորի կյանքը ձայնագրվում է եւ ինչ որտեղ պահպանվում է մինչ օրս, եւ այդ մարգարեները հասանելիություն ունեին տվյալների այդ բազային, ուստի երբ նրանք հանում են մեկի գործը, որքան էլ հին լինի այդ մարդը, նրանք կարող են տեսնել նրա անցյալը։ Դուք որսացիք։ Եվ այսպես Լյուցիֆերի անցյալը դեռ այն ժամանակ էր եւ ձայնագրվում են նույնիսկ մտքերը, միթե մարգարեն մեզ չասաց, որ մեր մտքերը երկնքում ավելի բարձր են խոսում, քան մեր բառերը երկրի վրա, եւ միթե նա մեզ չասաց, որ երբ դու կանգնած լինեք սպիտակ գայի դատաստանի առջև, իսկ Լյուցիֆերը նույնպես այնտեղ է կանգնելու եւ բոլոր այս հրեշտակները նախքան նրանք կգցվեն կրակի լճի մեջ, ամեն ինչ նրանց մասին ցույց կտրվի այն հսկայական պաստառի վրա, ճիշտ ինչպես եւ այն մարդկանց մասին, ովքեր այնտեղ կլինեն, չէ՞ որ ամենագետ, ամենատես Աստվածը, անսահման Աստվածը գիտի, թե յուրաքանչյուրը ինչ է մտածում ցանկացած պահի, նա գիտի ամեն մի լվին, որը թարթում է աչքերով, եւ թե որքան ճարպ ունի նա անկերներ, մեզ երբեմն պետք է նստել, կանգ առնել եւ խորհել ու մտորել այս Աստծո մասին, թե որքան մեծ է նա, որքան հրաշալի, որքան սքանչելի, ձեզ պետք չէ անհանգստանալ, երբ դուք ծառայում եք նման Աստծուն, եթե նա անսահման է, եթե նա ամենագետ է, ամենահզոր, պարզապես խորհեք, նշանակում է նա տիրապետում է ողջ իշխանությանը, նա գիտի ամեն ինչ։ Ինչ էլ որ նա մտադրվի եւ սահմանի, նա ունի իշխանություն դա իրագործելու համար։ Ահա թե ինչու նա ասաց երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խոսքը երբեք չի անցնի։ Նա կարող է անել անհամեմատ ավելին ամեն ինչից, ինչ մենք խնդրում ենք կամ ինչի մասին խորհում ենք։ Ինչպիսի հավատք մենք պետք է ունենանք Աստծո հանդեպ։ Մենք չունենք նման հավատք, որովհետև մենք չգիտենք այս Աստծուն այնպես, ինչպես մեզ հարկավոր կլիներ իմանալ, որքան մենք պետք է փափագենք ճանաչել այս Աստծուն։ Մենք ապրում ենք այն ուղերձի մեջ, որտեղ Քրիստոսը Աստծո բացահայտված խորհուրդն է։ Քրիստոսը հայտնված է իր խոսքի մեջ, հզոր Աստվածը բացահայտված է մեր առջև։
Աստծո խորհուրդը կավարտվի 7-րդ հրեշտակի հնչելու ժամանակ։ Դու ուզում ես ասել, որ Աստծո վրայից հանվել է քողը եւ նա բացահայտվել է, հայտնվել է իր խոսքի մեջ, իր գործերով, իր զորության դրսևորմամբ, երբ նա կատարում է նույն հրաշքները եւ ամեն ինչ, ինչ նա կատարում էր Աստվածաշնչյան ժամանակներում, անում է այսօր այն ամենը, ինչ մեզ պետք է իմանալ Աստծո մասին, թե ինչպես է նա գործում տեսիլքների, երազների, մարգարեությունների եւ այս բոլոր բաների միջոցով։ Եթե Աստված երբեք չի դավաճանել եւ չի կարող դավաճանել, նրան անհնար է դավաճանել։ Իսկ հենց նա է կանչել մեզ եւ մեզ իր ժողովուրդը դարձրել։ Այ քեզ բան, զարմանալի չէ, որ Խաբար միջնադարում նրանք պարզապես տալիս էին իրենց կյանքը եւ դուրս էին գալիս այդ ասպարեզը։ Նրանք վախենալու ոչինչ չունեին, որովհետև գիտեին, որ ցորենի հատիկը պետք է ընկնի հողի մեջ ու մեռնի եւ նրանք նորից կկենդանանան։ Մի վախեցեք նրանից, ով կարող է ոչնչացնել մարմինը, այլ վախեցեք նրանից, ով կարող է ոչնչացնել եւ մարմինը եւ հոգին։ Վայ։ Մենք խոսում ենք ահա այսպիսի Աստծո մասին, նրան ճանաչելը կյանք է, ոչ թե նրա մասին իմանալը, այլ նրան ճանաչելը։ Ընդ որում նրան ճանաչել հայտնությամբ եւ ճանաչել նրան այնպես, ինչպես նա բացահայտվում է մեզ, բացելով կնիքները, որոնք նրա վրա էին, որոնց պատճառով նա մնում էր թաքնված խորհուրդ։ Իսկ նա բացեց իրեն իր իսկ խոսքի մեջ Ծննդոց 1-ից մինչև Հայտնություն 22 եւ ցույց է տալիս մեզ, որ մենք միշտ եղել ենք նրա մասը։ Մենք նրա հատկանիշներն ենք, մենք նրա պոտենցիալն ենք, լինելով նրա որդիները եւ դուստրերը։ Ինչպիսի հավատք մենք պետք է ունենանք եւ ինչպիսի մտերմության մեջ է մեզ պետք քայլել իմանալով, որ դա նրա ցանկությունն է, ոչ թե մենք, այլ նա է ցանկանում հայտնվել մեզ, գործել մեր միջոցով, կիսել իր փառքը, կիսել իր գահը, կիսել իր տիրույթը, կիսել մեզ հետ իր զորությունը, ներդնել մեր մեջ իր հոգին։ Դա այդպես է։ Որ դուք հասկանաք, որ չկա ոչինչ չափազանց բարդ, որովհետև դա անում է ձեր մեջ Աստծո հոգին, այլ ոչ թե դուք։ Դա կամեցողից չէ եւ ոչ էլ ջանքթափողից, դա ոչ ձեր ուժով եւ ոչ ձեր զորությամբ, այլ իմ հոգով, ասում է Տերը։ Միթե դուք երջանիկ չեք դրանից, միթե դուք երջանիկ չեք դրանից։ Ինչպիսի հարաբերություններ մենք կարող ենք ունենալ այս Աստծո հետ, այսպիսի ժամին, երբ այնքան մռայլ է, այնքան մութ, ամեն ինչ անկախատեսելի է։ Այս Աստված բացում է խոսքը եւ պարզաբանում է հայտնությունը, որպեսզի մենք կարողանանք քայլել վստահությամբ այս մութ ժամին։ Նրա խոսքը ճրագ է մեր ոտքերի համար եւ լույս մեր շավղի վրա։ Նա տալիս է մեզ տիրապետություն, որպեսզի մենք կարողանանք գլուխ անել բոլոր հանգամանքներում, քայլել Աստծո հետ այս հաղորդակցության մեջ, նրա հետ, նրա աստվածային առաջնորդության ներքո։ Նայեք նրան այստեղ, նայեք նրան։ Գուցե ես չափազանց դանդաղ եմ առաջանում, բայց ես պարզապես առաջանում եմ այնպես, ինչպես նա է ինձ դրդում, որովհետև խոսքի այս հատվածը այնքան հագեցած է, եւ ես ջանում եմ պարզաբանել այն ձեզ համար, ստանալով ազդարարում, ես պարզապես ուզում եմ շարժվել այնպես, ինչպես նա է ինձ հիմա տանում։ 5 ցանկություն, բայց նայեք մարգարեին, նա ամեն ինչ գիտեր նրա մասին, երբ այնտեղ կանգնած էր։ Նա այնտեղ ապշած էր, խորհեք Եսայայի մասին, այն մարդու մասին, որը կանգնած էր այնտեղ եւ այսպես դիմում էր Լուցիֆերին, եւ ոչինչ Լուցիֆերի մասին թաքնված չէր։ Կարող եք ձեզ պատկերացնել Լուցիֆերին, որն այնքան վստահ էր նրանում, որ ինքը կարող է մոլորեցնել եւ կարող է հաղթանակել եւ նա կարող էր անել այսինչ բանը, իսկ Եսայան ցուլերի եւ նոխազների արյան տակ նման զանազանությամբ տեսավ նրան տեսիլքի մեջ։
Դուք կարող եք պատկերացնել մեզ Հիսուս Քրիստոսի արյան տակ այս ժամին, երբ մեր ներսում գտնվում է այս հոգին, միթե սա չէ Աստծո որդիների դրսևորման էությունը, միթե սա չէ Աստված, դա ոչ միայն մեր ցանկությունն է, այլ Աստված է դա խոստացել եւ նա է ցանկանում կատարել սա մեր մեջ։ Սա մենք պետք է ասենք, օ Աստված, մենք քո որդիներն ենք եւ մենք լավ ենք հասկանում մեր դիրքը եւ մենք տեսնում ենք, թե ինչ աստիճանի ես դու ուզում գործել քո ժողովրդի մեջ եւ նրա միջոցով, որպեսզի մենք կարողանանք լինել ուղիղ կապի մեջ քեզ հետ, մեր գլխի հետ, որպեսզի դու կարողանաս գործել մարմնի յուրաքանչյուր անդամի մեջ եւ նրա միջոցով մարմինը հոդակապերով կազմված եւ միացած յուրաքանչյուր փոխադարձաբար ամրացնող կապերի չափով մարմնի առավել արդյունավետ գործողության համար, միթե դա չի նշանակում, որ Քրիստոսի մարմինը հզոր է, միթե դուք այդ դեպքում չեք տեսնում, որ նա ասում է, եթե երկուսը համաձայնվեն ցանկացած բանի շուրջ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ այն ինչ կարձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում, խորհեք դրա մասին, Աստված ցույց է տալիս մեզ, որ հենց դա դուք կարող եք ստանալ հնազանդվելով եւ տալով ու նվիրելով ձեր կյանքը նրան, որպեսզի քայլեք հաղորդակցության եւ միության ու փոխհարաբերության մեջ եւ նույն այն ներդաշնակությունը, որը ներկա էր հոր եւ որդու մեջ, ասում է նա, պետք է հիմա ներկա լինի Փեսայի եւ Հարսի միջեւ եւ նա գիտի, որ դա նա է իր մեջ կատարում իր իսկ խոսքը, որը նա թողել է այս ժամանակի համար, նա գիտի որ դա նա է իր մեջ, որովհետև նա ասաց այն օրը դուք կիմանաք, որ ինչպես ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ, այնպես էլ ես ձեր մեջ, իսկ դուք իմ մեջ։ Նա գիտի, որ դա նա է իր մեջ կատարում իր իսկ խոսքը եւ նա, ով ձեր մեջ է, ավելի մեծ է նրանից, ով այս աշխարհում է։ Ահա այսպիսի դիրք նա կանչեց մեզ զբաղեցնելու, ահա այսպիսի շնորհի մեջ նա տվեց մեզ մնալ։ Հավատքով մենք հասանելիություն ունենք այս շնորհին։ Եվ հիմա 15-րդ հատվածը եւ դու կամեցար բարձրանալ Աստծո աստղերից վեր, կամեցար բարձրանալ ամպերի բարձունքներից վեր, դու ասացիր ես նման կլինեմ բարձյալ Աստծուն, բայց 15-րդ հատվածը բայց դու դժոխք ես իջեցվելու անդունդի խորքերը, դժոխք անդունդի խորքերը, անդունդը եւ դժոխքը փոխկապակցված են, եւ մի մոռացեք դժոխքը 5-րդ չափողականությունն է, մոռացների աշխարհը, դա այնտեղ է, ուր ուղևորվում են առանց Քրիստոսի մեռածները, հեռացած հոգիները, օրինակ այնտեղ հայտնվեց հարուստ երիտասարդը տանջանքների մեջ, ոչ թե ինչպես հիմար կույսերը եւ նրանք ովքեր բարի գործեր են անում, որոնք ուղևորվում են զոհասեղանի տակ, բայց նրանք, ովքեր ուղևորվում են կորածների աշխարհը 5-րդ չափողականություն, իսկ ավելի ցած գտնվում են ընկած հրեշտակները, իսկ այս ընկած հրեշտակներից ավելի ցած գտնվում է ինքը Սատանան, որը նստած է իր գահին դժոխքում։ Եվ Եսայան ասում է նրան, դու դժոխք ես իջեցվելու անդունդի խորքերը։ Այսպիսով այստեղ մենք տեսնում ենք, որսացեք սա, Բաբելոնի թագավորին, որի մեջ թաքնվել էր Սատանան, եւ Լյուցիֆերը, որը թաքնվել էր Բաբելոնի թագավորի մեջ, այս ոսկե քաղաքում, այս բռնավորը Սատանան, եւ դու դժոխք ես իջեցվելու անդունդի խորքերը։ Եսայան գիտի այն վայրը, որը կոչվում է դժոխք։ Եսայան գիտի այն վայրը, որը կոչվում է անդունդ։ Եվ Եսայան գիտի, որ
Դա հենց այն վայրն է, ուր նետվելու են Սատանան եւ իր ընկած հրեշտակները։ Did we have Isaiah in this day? Միթե մեր ժամանակներում չի եղել Եսայա։ Like Isaiah? Միթե նա չասաց, ես ինձ զգում եմ ինչպես Եսայան, վայ ինձ, ես պից շրթունքներով մարդ եմ։ Միթե նա չտեսավ Տիրոջը բարձր վերամբարձված 40 կիլոմետր բարձրության վրա եւ 43 կիլոմետր լայնությամբ, այդպես չէ։ Listen to the word. Միթե նա չբերեց խոսքի լիությունը, նա ուներ ворոտները, որոնք ընկում էին ողջ գիրքը, իսկ նա հայտնության գրքի պատգամաբերն է, չէ, որ շրջաններից դուրս են գալիս կնիկները, կնիկներից դուրս են գալիս փողերը, իսկ փողերից դուրս են գալիս սկավառակները, որովհետև այն կնքված էր 7 ворոտներով, իսկ 7 ворոտները, որոնք Դանիելը լսեց եւ Հովհաննեսը լսեց, որոնք փակեցին գիրքը, խոսեցին իրենց ձայներով այս մարդու, ում ծառայությունը այսպիսին էր այն օրերին, երբ կհնչի 7-րդ հրեշտակը, երբ նա կփողահարի, խորհուրդը կավարտվի։ Going slow, but we Մենք առաջանում ենք դանդաղ, բայց մենք հիմա խոսում ենք ըստ խոսքի Ղուկաս 10:18 հատված։ did Jesus speaking with his Այստեղ Հիսուսը խոսում է իր առաքյալների հետ, նա էլ ասաց նրանց. see they had come Տեսնում եք, նրանք վերադարձան ուրախությամբ այն բանի համար, որ դևերը հնազանդվում են իրենց, իսկ նա ասաց նրանց՝ մի ուրախացեք նրա համար, որ դևերը հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված են երկնքում։ Նա էլ ասաց նրանց՝ ես տեսնում եմ Սատանային երկնքից ընկնելիս կայծակի նման։ Ես տեսնում եմ Սատանային եւ երկնքից ընկնելիս կայծակի նման եւ այսպես ահա Հիսուսը։ Isaiah Եսայան տեսավ նրան տեսիլքի մեջ, բայց Հիսուսը in a pre-incarnate իր նախամարմնավոր վիճակում, նախքան նա կդրսևորվեր մարմնի մեջ, նա տեսավ Միքայելը Քրիստոսն էր։ Նա տեսավ, թե ինչպես նա ցած ընկավ երկնքից, ինչպես կայծակը հրեշտակային պատերազմի ժամանակ փաստացի հենց նա էլ դուրս շպրտեց նրան երկնքից, ակացիով դուրս շպրտեց այս մամբային ամեն փառք Աստծուն։ Ես տեսնում էի նրան երկնքից ընկնելիս, ես տեսա, թե ինչպես նա ցած ընկավ, ինչպես կայծակը։ Հիմա եկեք բացենք հայտնությունը, եւ ես ուզում եմ վերցնել այս 7 տեղերը հայտնությունից, որտեղ խոսվում է այս անդունդի մասին, անդունդի գուբի մասին, այս անդունդի մասին, դժոխքի մասին։ Եվ մենք կտեսնենք, որ մենք կբացահայտենք Լուցիֆերին այնտեղ հայտնության գրքում։ We're going to see if we find that he was in heaven. Մենք կնայենք եւ կտեսնենք, որ նա երկնքում էր, Came down into the հայտնության գրքում, որ նա ցած նետվեց երկնքից, որ նա come up in the king of անկավ անդունդի գուբի մեջ, որ նա դուրս կգա անդունդի գուբից, որ նա կհայտնվի Բաբելոնի թագավորի մեջ, ճիշտ ինչպես Տվերում 5 տակարանում, բայց հիմա վերջին օրերում դա տեղի է ունենում իրականության մեջ։ don't end up in the Եվ այն պատերազմը, որը սկսվել էր երկնքում, կավարտվի երկրի վրա Արմագեդոնի պատերազմի տեսքով, այդպես էլ կլինի, դուք դա կտեսնեք։ the whole thing is a battle Այս ամենը պատերազմ է։ where we are trying Եվ հենց այստեղ մենք ջանում ենք դիտարկել այս անկյունից, որպեսզի դուք կարողանաք հասկանալ դեվաբանությունը, չէ որ խնդիրն այն է, որ ձեզնից շատերը հավատացյալների մեծամասնությունը, ես նույնիսկ չեմ խոսում հարավանականների մասին, ես խոսում եմ նրանց մասին, ովքեր ուղերձի մեջ են, նրանք մարդկանց են տեսնում, նրանք ոգիներին չեն տեսնում, նրանք չեն քայլում հայտնության եւ տեսիլքի ոլորտում, նրանք չեն ապրում այն գիտակցմամբ, որ իրենց հետ անընդհատ անտեսանելի աշխարհն է։ Ես ձեզ ցույց կտամ Միքիային Եղիայի ծառայության ազդեցության տակ 7-րդ կնիքի մասին տեսիլքով նա տեսավ, hell open որ դժոխքը բացվեց եւ նա տեսավ, թե ինչպես բարձրացավ ստախոս ոգին, ես ձեզ ցույց կտամ, որ Եղիսեն with the second hand մաշված հագուստով եւ հոգով ոցված conscious of the
Քայլում էր գիտակցելով անտեսանելի աշխարհը, երբ Գեհեզին սարսափեց, նա ասաց. «Տեր, բաց այս տղայի աչքերը», եւ այն ժամանակ նա հասկացավ, թե ինչու էր Եղիսեն այդքան հանգիստ։ Նա ապրում էր անտեսանելի աշխարհի գիտակցմամբ, նա գիտեր, որ ինքը օծված էր եւ հանձնարարություն էր ստացել, նա գիտեր, որ ինքը պարզապես ինչ-որ բան չէր փորձում կամ ոչ, Աստված ասաց Եղիային գնա եւ օծիր նրան։ Եվ երբ նա ասաց, խնդրիր ինչ կամենում ես, նա պատասխանեց, ես ուզում եմ ունենալ քո հոգու կրկնապատիկը, եւ հետո նա ստացավ վերարկուն, ինչպես նաեւ հոգին։ Նայեք եւ տեսեք, որ սա Քրիստոսի եւ եկեղեցու նախապատկերն է, չէ՞ որ երբ Հիսուսը բարձրացավ բարձունքը, նա հետ ուղարկեց հոգին առաքյալների վրա, եւ նրանք ունեին նույն ուղերձը եւ նույն հոգին, եւ նրանք ուղևորվեցին։ Քրիստոսը եւ եկեղեցին։ Եվ այսպես նայեք, տեսնում եք, այստեղ ինչ որ այնքան գեղեցիկ բան կա եւ դուք դա տեսնում եք, եւ ես հույս ունեմ, որ դա իրական է դառնում, մինչ ես ջանում եմ մեխել այս միտքը այստեղ։ Հիմա Հայտնություն 9:1-4։ Ես կարդում էի այս տեղը անցյալ շաբաթ, որովհետև սա 5-րդ փողն է։ Այսպիսով ես ասում էի ձեզ, որ անդունդի այս գուբը հիշատակում է Հայտնության գրքում 7 անգամ։ Եվ առաջին անգամ, երբ մենք տեսնում ենք անդունդի գուբը, մենք տեսնում ենք, որ այն բացված է։ Նախկինում այն փակ էր, բայց տրվեց բանալին այն բացելու համար։ Եվ քանի որ մենք գիտենք, որ դա դժոխքն է, չափողականությունը, 5-րդ չափողականությունը, նշանակում է սա չափողականության դռան բացումն է, որովհետև հիմա այն շրջանն է, երբ բացված է դժոխքը եւ բացված է երկինքը, Հովհաննեսը տեսավ երկինքը բացված, եւ Հովհաննեսը տեսավ այստեղ բացված անդունդի գուբը։ Ուշադրություն դարձրեք, երբ է նա դա տեսնում, եւ նա դա տեսնում է, նա տեսնում է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում Աստծո ծրագրի մեջ։ Նրան դա ցույց է տրվում տեսիլքների միջոցով, իսկ Հովհաննեսը խորհրդանշում է այստեղ վերջին ժամանակի մարդկանց։ Հայտնություն 10:8-11, ովքեր ուտում են այդ գիրքը, Հայտնություն 4, վեր ելիր այստեղ Հովհաննես, եւ նա բարձրացավ երկինք, եւ նա անցավ այդ դռնով, իսկ այդ բացված դռնից հետո նա տեսավ բացված գիրքը, եւ հետո Հայտնություն 10-ում հեթանոս մարգարե եւ հրեա մարգարեների միջև նա ուտում է այդ բացված գիրքը։ Այնպես որ ուշադիր հետևեք նման բաներին։ Եթե դուք հարսի մեջ եք, նշանակում է սա ձեզ համար նշանակություն կունենա, որովհետև ես հետևում եմ սրան ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք հայացք նետել եւ տեսնել, արդյոք ես հարսի մասն եմ, կերել եմ ես գիրքը, կամ ուտում եմ արդյոք գիրքը, թե ես այնքան էլ հետաքրքրված չեմ գիրքն ուտելով, թե ես իրականում ոչ թե գիրքն եմ ուտում, այլ սնվում եմ Էքսպրես եւ Գարդիան թերթերով, թե ես սնվում եմ ուրիշ գրքերով, իսկ այս գրքով չեմ սնվում, հասկացեք։ Այս գիրքը կնքված էր 7 կնիքներով, այս գրքի մեջ կա գաղտնիք, որը Աստծո մտքի խորքում էր, այս գրքի մեջ կա խորհուրդ այն մասին, թե ինչ է կատարվում այս ժամին, որը այս անդունդը բացվել է, եւ այս դևերը այստեղ են, եւ դա պետք է հասկանալ։ Եվ այսպես ուշադրություն դարձրեք, այստեղ մենք հայտնաբերում ենք 5-րդ հրեշտակը փողահարեց, չէ՞ որ մի մոռացեք, սրանք բոլորը փողեր են եւ սա 5-րդ հրեշտակն է։
8-րդ գլխի 13-րդ հատվածում մեզ ասում է վայ, 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 վերջին 3 փողերից, որոնք դեռ պիտի հնչեն։ 4-ը հնչեցին եւ հետո վերջին 3-ը 5-րդը, 6-րդը եւ 7-րդն էին եւ այստեղ մենք տեսնում ենք, որ 5-րդ հրեշտակը փող արեց այդ փողով եւ ասաց. ես տեսա մի աստղ երկնքից երկրի վրա ընկած։ Հիմա մենք տեսնում ենք երկու հիշատակում դրա մասին, մեկը Ղուկաս 10:18-ում Հիսուսի մոտ, իսկ մյուսը Եսայայի մոտ։ Հիսուսն ասաց. ես տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս կայծակի նման, Եսայան ասում էր, ինչպես ընկար երկնքից Լուցիֆեր, արշալույսի որդի, դու առավոտյան աստղ, դու արշալույսի որդի, դու օծված քերովբե, որ Հովանի է անում, չէ՞ որ դու այնտեղ էիր Աստծո աջ կողմում, դու ցած ընկար այնտեղից եւ դու նետված ես անդունդի գուբի մեջ, նետված ես դժոխ անդունդի խորքերը։ Եվ Հիսուսը նույնպես հաստատում է դա այստեղ Ղուկաս 10:18-ում։ Հիմա հայտնություն 9:4-ում այս դրվագները մեզ հիշեցվում են անդունդի բացման հետ կապված։ Ինչու՞, որովհետև այդ ընկածը գտնվում է այդ անդունդի մեջ։ Իսկ 5-րդ փողի ներքո առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1914-ից 1918 թվականները այստեղ 5-րդ փողի ժամանակի շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ այս անդունդը պետք է բացվեր։ Եկեք կարդանք։ Եվ ես տեսա մի աստղ երկնքից երկրի վրա ընկած, եւ նրան տրվեց անդունդի գուբի բանալին։ Աստղը ցած ընկավ երկնքից, իսկ ո՞ւրն ընկավ երկրի վրա։ Եվ նրան տրվեց բանալի։ Աստղը դա նա է, նրան, աստղին, տրվեց անդունդի գուբի բանալին։ Գիտության բանալին, որովհետև չափողականության այդ դուռը բացելու համար ձեր մեքենայի բանալին պետք չի գա ձեր տան բանալին, պետք չի գա։ Ձեզ հարկավոր է ունենալ անվտանգության որոշակի մակարդակ, ձեզ հարկավոր է ունենալ որոշակի հասանելիություն, ձեզ պետք է տրված լինի որոշակի թույլտվություն։ Բայց այստեղ ասվում է նա բացեց անդունդի գուբը։ Այդ ընկած աստղը, այդ նան, ում տրվել էր բանալին, նա բացեց անդունդը եւ գուբից ծուխ ելավ, ինչպես մեծ հնոցի ծուխ։ Եվ հիմա որսացեք սա, եւ խավարեց արեգակը եւ օդը գուբի ծխից։ Եվ ծխից մորեխներ ելան երկրի վրա։ Եվ նրանց իշխանություն տրվեց, ինչպես երկրի կարիճները իշխանություն ունեն։ Եվ նրանց ասվեց, որ երկրի խոտին վնաս չտան, եւ ոչ մի կանաչի, եւ ոչ մի ծառի, այլ միայն այն մարդկանց, որոնք Աստծո կնիքը չունեն իրենց ճակատների վրա։ Ուրեմն սա բնական մորեղ չէ։ Եթե սա լիներ բնական մորեղ, ապա ինչպես կկարողանար բնական մորեխը, որը սնվում է միայն խոտով եւ սնվում է ծառերով, հրաման ստանալ չդիպչել նրանց, այլ միայն այն մարդկանց, որոնք Աստծո կնիքը չունեն իրենց ճակատների վրա։ Ինչպես մորեխը կիմանա մարդը ճակատին ունի Աստծո կնիքը թե ոչ։
Вы тут кое-что Դուք այստեղ ինչ-որ բան որսում եք, տեսնում եք, սա խորհրդանիշ է, հայտությունը խորհրդանիշների գիրք է, սա մարգարեություն է, Это нечто սա ինչ-որ բան է կնքված այստեղ խորհրդանիշի տեսքով, գիտեք, Հովելի գրքում, որը մենք անցնում էինք, այնտեղ բացահայտվում են այն բաները, որոնք այստեղ են, բայց եկեք մի փոքր ավելի խորը փորենք, այլ միայն այն մարդկանց, որոնք Աստծո կնիքը չունեն իրենց ճակատների վրա, այս մորեխները, որոնք դուրս եկան այս անդունդից, իսկ դրանք երբնական դևեր են, նրանք կարող են որոշել, դուք ունեք Աստծո կնիքը, թե չունեք Աստծո կնիքը, նրանք ունեն այսպիսի հասկացողություն, եթե դուք չեք կարող նրան զանազանել, ապա նրանք կարող են ձեզ զանազանել, դուք սա որսացիք, որովհետև նրանք կարող են որոշել, ունեք Աստծո կնիքը, թե ոչ, դուք ասեք, ինչ նկատի ունես, միթե այն դևերը Գործք 19-ում չասացին Սկևայի որդիներին, ախ, ուրեմն դուք հայտնվել եք մեզ դուրս հանելու համար, նա ասաց, կարելի է ստուգել ձեր փաստաթղթերը, պարոն, գիտեք, որ եթե ոստիկանը մոտենում է և ուզում է ձեզ ստուգանել ինչ-որ բանի համար, դուք կարող եք ասել, սպա, գիտեք, այսօր շատ մարդիկ են ձևանում ոստիկան, կարելի է տեսնել ձեր կրծքանշանը կամ նման մի բան, եթե նա քաղաքացիական հագուստով է կամ նման մի բան, ցույց տվեք ինձ մի բան, որը ինձ ցույց կտա, որ դուք դրա համար պաշտոնական լիազորություններ ունեք, դուք կարող եք նրան հարցնել դրա մասին, այնպես որ այս դևերը նրանք գիտեն մարդը ունի Աստծո կնիքը, թե ոչ, դրա համար էլ այն դևերն ասացին, բայց ինչպես ես դու քարոզում Հիսուսի անունով, որին Պողոսն էր քարոզում, իսկ ինչ կասես քո ապրումի մասին, Հիսուսին ճանաչում ենք և Պողոսին գիտենք, իսկ քեզ չենք ճանաչում, դու ինչ է բոլորովին վերջերս ես սկսել աշխատել ոստիկանությունում, երբ ես քննություններ հանձնել և լիազորություններ ստացել և իշխանությամբ օժտվել, որպեսզի հայտնվես ու մեզ դուրս հանես, կամ թե ինչ էր այդտեղ ցանկանում անել։ Նրանք գիտակցեցին, որ այդ տղաները խաբեբաներ էին, նրանք պարզապես փորձում էին ձևացնել, թե իբրև կարող են դևեր անել և Գործք 19-ում նրանք հարձակվեցին նրանց վրա, իսկ ինչու նրանք գիտակցեցին, որ նրանք Աստծո կնիքը չունեին, բայց Հիսուսը ուներ Աստծո կնիքը և Պողոսը ուներ Աստծո կնիքը։ Երբ մենք կարդում ենք նման բաներ, դուք գիտակցում եք, ընկերներ, որ այս բաներում չի կարելի հոխորտալ, ձեզ պետք է ապրել այնպիսի վիճակում, որ դուք վստահություն ունեք Աստծո հանդեպ, որ դուք հավատք ունեք Աստծո հանդեպ և դուք գիտեք ձեր ապրումները և դուք գիտեք, որ մահից անցել եք կյանքի, որ դուք չեք ապրում հին բնությամբ և չեք առաջնորդվում դրանով, իհարկե, բոլորի մարմնի մեջ կա մեղքի օրենքը, բայց դուք աստվածային բնության հաղորդակիցներն եք, հոգին փրկագնված է, ձեր մարմինը դեռևս այն նույն հին մարմինն է, հակված անեծքին, ահա թե ինչու դուք կարող եք հիվանդանալ, ահա թե ինչու դուք ծերանում եք, ու դառնում եք ծեր, ահա թե ինչու դուք հոգնում եք, հյուծվում եք և այլն, դրա համար ձեզ պետք է լավ սնվել, որպեսզի մարմինը մնա առողջ և ուժեղ, բայց հոգին փրկագնված է, այն փոխվում է փառքից փառք և դուք կերպարանավորվում եք խոսքի պատկերով, դուք աճում եք դեպի Քրիստոսը և այսպես տեսեք, և նրանց ասվեց, որ երկրի խոտին վնաս չտան, և ոչ մի կանաչի, և ոչ մի ծառի, այլ միայն այն մարդկանց, որոնք Աստծո կնիք չունեն իրենց ճակատների վրա։ Այլ խոսքով, նրանք, ում ճակատներին Աստծո կնիքն է, դա փրկագնվածներն են, նրանց անունները գառան կյանքի գրքի մեջ են, միայն սերմը կարող է կենդանանալ, միայն հոր հոգևոր գեները։ Ճիշտ է։ Հիշում եք Եզեկիելին։
Они ставили Նրանք նշան էին դնում այն մարդկանց ճակատներին, чела, те, которые скорбели ովքեր սկում եւ հառաչում էին քաղաքի մեջ եղած գարշությունների համար, բարեխոսների վրա, на тех, նրանց վրա, у кого ովքեր была печаль Աստծո կնիքն ունեին։ And they had it, verse 11 now. Теперь 11 Հիմա стих. 11-րդ հատվածը Царем над իրենց собою վրա она թագավոր имела ունեին ангела անդունդի հրեշտակին, Should they had a king? И так у այսպիսով него նրանք թագավոր ունեին и он եւ նա անվանված է без անդունդի հրեշտակ, եւ մենք արդեն հայտնաբերեցինք, թե ով էր նետված անդունդի խորքերը, դա այն ընկած աստղն է, ում տրվել է բանալին, հենց նա առաջացրեց անկումը երկնքում, նա կործանեց միասնությունը Միքայելի եւ նրա հրեշտակների միջև, նա իր պոչով, հեքիաթներով քաշեց տարավ աստղերի 1/3 մասը, That's right. Это դա так. այդպես է, He was the king. Those Он и был նա էլ царем, թագավորն они էր, шли за ним. նրանք գնում էին նրա հետևից, Они նրանք покинули լքեցին Михаила, Միքայելին եւ գնացին Լյուսիֆերի հետ, а իսկ Люцифер Լյուսիֆերը образовал բանակ армию կազմեց и пошел եւ պատերազմի գնաց, kicked out the heaven. был сброшен ցած с նետվեց небес երկնքից вместе աստղերի звезд, երրորդ как մասի молния, հետ, они ինչպես падали на կայծակ землю. նրանք ընկան երկրի վրա, Пришел ветер եկավ дня, հինավուրցը высокого փորձառությամբ, звездного հասունությամբ եւ вот իմաստությամբ, это да. այ քեզ Они բան, были նրանք так այնքան հեռու возброшены, շպրտվեցին, որ что Հիսուսն сказал, ասաց, «Я ես տեսնում էի, что они որ упали с նրանք неба, как երկնքից молния». ընկան կայծակի նման, Should they had a king over them? Should Я так Եվ царем այսպես над собой իրենց վրա имел թագավոր одно ունեին место, անդունդի имя հրեշտակին, его նրա есть անունը եբրայերեն Աբադոն է, Աբադոն, իսկ հունարեն Ապոլիոն, one woe Одно մեկ горе վայ прошло. անցավ, Первое առաջին мировое համաշխարհային պատերազմ 1914-ից 1918 թվականները մեկ վայն անցավ, ահա, տակավին սրանից հետո գալիս են երկու վայեր,